Տենց աստղեր ասում են, արա, պաչի է աղջիկան, ընկեր, գնա։ Եվ վերջապես այս տղան կարողացավ առաջին անգամ համբուրել քեզ։ Սիրելիս, սերը խաղ չէ բախտ է անգին։ Ճիշտն ասած չի պատկերացնում հարաբերություններ հայտնի մարդու հետ։ Տենց ասեկոսներ էին պատտվում, որ Հայկը շատ տենց կնամոլ է։ Իրականում ես փոկվում եմ յարիստում, ես գնում եմ յարիստում։ Եվ ես, որպես ասում եմ, սիրահարված ակլոր, ասի մի հերոսության չակերտավոր մի բան անեմ, տպավորություն թողնեմ էլի անի վրա։ Ամբողջ հանդիսատեսի առջև ասեց, այստեղ մի աղջիկ կա նստած, ում համար ես երգ եմ գրել։ Գուցե հենց դու ինձ գրկես, գուցե հենց դու ինձ փրկես, գուցե հենց դու Այսինքն ինձ շատ տհաճ կլինի, եթե մեր որպես զույգ ընկալումը տենց են պաստառային երջանիկ, այդ մեր մասին չի։ Մենք էլ ենք զույգ, մենք էլ ենք վիճում իրար հետ, մենք էլ կարող ասենք, չգիտեմ, երկու չխոսանք իրար հետ, որ ջղայնանանք իրար վրա։ Արդարությունը առանց սեր դառնում է դաժանություն։ Հավատն առ Աստված առանց սեր դառնում է ֆանատիզմ։ Հարստությունը առանց սեր դառնում է ագահություն։ Արդեն կսկսեմ երկարաժամկետ այդ ելույթներս այնքան բան կա պատմելու, կիսվելու, երգելու մարդկանց հետ։ Այս պահին կոմիտաս, այսպես ասենք, մեր միակ իրական շփման կետն է։ Չգիտեմ, ասենք մի քանի միլիարդ փող ունենաս բանկում, բայց չօգտվես էլի։ Ախ ինչ սիրուն են ճիշտ քեզ նման, իմ աննման։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Նախ եկեք ամենասկզբից պայմանավորվենք, որ սեղմում եք զանգի կոճակը, բաժանորդագրվում եք եւ թողնում եք մեկնաբանություններ։ Ես ամեն անգամ համոզվում եմ, թե որքան կարեւոր է յուրաքանչյուր մարդու բաժանորդագրությունը իմ ալիքին։ Եվ ուրախանում եմ, երբ մարդիկ գրում են, թե որքան են սպասում ամեն 5 շաբթի երեկոյան ժամը 8-ին դիտելու Հերմնե դիալոգ նախագծի նոր էպիզոդը։ Յուրաքանչյուրի գրկում եմ, սիրում եմ, համբուրում եմ։ Շարունակելով բաժանորդագրությունների թեման, ասեմ, որ ես ձեզ սպասում եմ նաև իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերում, որտեղ ես մշտապես ուշադիր եմ եւ նամակներին եւ մեկնաբանություններին եւ իհարկե ուրախ կլինեմ, որ նաև առաջարկեք ձեր ընկերներին։ Սա մի փոքր բյուրոկրատիայի մասին, բայց կարևոր իմ եւ իմ ալիքների համար։ Շարունակում ենք եւ մոտենում ենք ամենասիրելի պահին, երբ պետք է ներկայացնեմ, թե ով է լինելու այսօրվա իմ հյուրը։ Այսօրվա իմ հյուրն է մի շատ յուրահատուկ արտիստ։ Ինչու եմ ասում արտիստ, որովհետեւ նա ինձ համար պարզապես երաժիշտ չէ, նա ամեն ինչ է։ Հայկ Պետրոսյանն է գալիս իր գեղեցկուհի տիկնոջ հետ։ Գնամ դուռը բացեմ։ Այսօր անի հետ Հերմինեի մոտ հյուր ենք։ Դատարկ ձեռքով չեմ գնում, էլի։ Դատարկ ձեռքը քո գիտարներ թե տղված։ Նվիրենք գիտարը Հերմինե։ Տղված կորել։ Դե մեզ լավ հանդիպում եմ աղթում։ Համեցեք։ Այ անջան շատ հաճելի է ծանոթանալը վերջապես։ Ես հերվից հեռու ինքս ծանոթացել եմ Անի հետ։ Համեցեք։ Հայ քո գիտարը լավ նախանշան է, որ մենք այսօր իրար հետ լավ օր ենք ունենալու։ Չգիտեմ ինչ եմ երգելու, բայց ասես բերել եմ։ Վայ շատ շնորհակալություն, մերսի շատ։ Հանվեք։ Հայ Գևանի ջան, շատ շնորհակալություն այսօրը ինձ հետ սկսելու համար։ Ես սկսում եմ իմ տոնական թողարկումների շրջանը եւ իմ առաջին հյուրերը դուք եք եւ ուզում եմ կանխավ ասել շնորհավորում եմ նաև ձեզ գալիք տարվա կապակցությամբ եւ մերսի որ այսօր իրար հետ ենք սկսել։ Ջան, քեզ շատ մերսի հրավերի համար։ Շատ ուրախ եմ որ հանդիպեցինք 1000 տարի չենք տեսել, այսպես չենք շփվել։ Ոտքներս բարով, ինչպես ասում են, եւ շնորհավորանքները փոխադարձ։ Ուռա, ես առաջարկում եմ մենք մեր հանդիպումը սկսենք իհարկե խաղուն գինով, Հայկը կբացի չէ մեզ համար։ Մենք շատ հետաքրքիր կոնցենտրացիան հնարավորություն չթողեցիք։ Չէ, օրինակ հայ կուզենայի հիմա մենք բացեինք այս շիշը։ Չէ, դու ինձ թվում է հաստատ չէի համաձայն։ Այս պահկա նկարում սկսելուց առաջ կբացի։ Ինչի՞։ Լարվում եք։
Արի վրայի թուղթը սկզբից հանեք։ Հայկ։ Նայ, ոնց հասկացնեցիք ասում քեզ պետք։ Նայ, դանակ։ Իսկ հետաքրքիր է պրակտիկան քիչ է, Հայկ, թե ոնց։ Թե անտաղանդ ես։ Չէ, դու չես կարող լավ ստացվեց, էլ դանակ պետք չի։ Շատ հետաքրքիր բան ենք խմելու, մենք խմելու ենք Armenia Wine ընկերության տակար օրգանիկ շարքի փրփրուն գինին, խաղուն գինին, Վիոնե սորտի խաղողից եւ կիսաչոր փրփրուն է։ Մի թեթև քաղցրահամություն ունի խաղողի հաշվին, որտեղ Վիոնե սորտն է։ Սկզբի համար ինձ թվում է հրաշալի է եւ նախուտեստի համար։ Հայ, ես հավատում եմ քեզ։ Ես էլ։ Անի, իսկ դու։ Ես քեզ գմփոցնից փոխեմ։ Տեսար ինչ էլեգանտ բացեց։ Մի հատ խնդրում եմ գնահատեք։ Ձեր տան ով է գործերը անում։ Պարշի ես, տեսեք ոնց շիշը բացեցի։ Իսկ կենցաղում Ես իմ կնոջ ասեմ դու ընդհանրապես մի մտածի այդ։ Հա, բայց չի։ Մանր-մուներ կենցաղային։ Պետությունը երեխային հազարունի կոսկա։ Ինչ է արել երեքանի։ Երեք հետս եղել է, ես գործից ուշ տուն եկա, ասաց ոչ մի արի խոհանոց, ես ամեն ինչ կանեմ, իսկ մենք հյուրեր ունեինք, խոհանոցը չգիտեմ ինչ վիճակում էր, տենց ասաց գնա հանգստացի։ Հայք ինչ ես պատրաստել, մի րոպե, շատ Չի պատրաստել, հավաքել է։ Հա ինքը հավաքել է, ահա։ Բարով տեսա։ Շնորհակալություն, ես պատկերացնում, քանի Հայկին հիմա նախանձով լսեց, ասեց ուրեր թե իմ տղամարդն էլ ասեր դու ոչ մի բան այդ գործ չունես, ես այսօր խոհանոցը կհավաքեմ։ Բայց այնց կոմպլեքս կա, չէ՞, սովորաբար տղամարդկանց մոտ, որ կինն է, պիտի պարտադիր ինքը անի։ Տղամարդը շատ չի խառնվում կենցաղային գործերի։ Նրանք սովետական մտածելակերպի ժառանգություն են կարծում եմ հատկապես։ Մեր ժամանակներում իմ համոզմամբ ընդհանրապես բոլոր ժամանակներում է այդպես ճիշտ, բայց մեր ժամանակներում սրված է ավելի, որ յուրաքանչյուր իրավիճակում պիտի իրար օգնենք։ Այո։ Այդպես մի եսամիս չկա էլի այդտեղ տենց։ Իհարկե։ Դա սովորական նորմալ երևույթ պիտի լինի կարծում եմ։ Բայց չիները չի ընկնում դրանից, պագոնները չի ընկնում դրանից։ Ես ուսադիրներ չունեմ։ Դե նայ ուսադիրը մի քիչ այդքան չի սրում էլի հարցը, պագոնը ոնց որ բառը էներգիա ունի, չէ՞, ոնց որ պագոնները կընկնի։ Ըստ ում մենակ բարձրանում է դրանով։ Ապրես։ Ըստի։ Անի դու լրիվ ճիշտ ճանապարհի վրա ես, Հայկ բրավո քեզ, Անի ջան քեզ էլ։ Ես առաջարկում եմ մենք այս տոնական տրամադրությունը խնդրենք նաև Հայկը մի քիչ ավելի սիրուն դարձնի։ Բայց Հերմոն ես դες չեմ կարող, պիտի sense հասունանա պայտակ որ գիտարը վերցնի։ Հա, դեռ չի հասունացել։ Լավ, ես առաջարկում թողնենք հասունանա։ Դրա համար առաջարկում եմ նախ նախուտեստ անենք։ Նախուտեստը հենց այստեղ էլ կանենք, այսպես ավելի մտերմիկ միջավայրում։ Դու հենց գաս պահը հասունացել է։ Ես խոստանում եմ, նույնիսկ բարի կեսից ես ստոպ կտամ։ Արա վերջում խոհանոցը մաքրեմ իդե։ Էսի, նենց հետաքրքիր այսօր այնքան քիչ բան կա անելու։ Անցնենք նախուտեստին։ Անցնենք ուռա։ Վերջապես եկավ այն պահը, երբ ես պատրաստելու եմ մի բան, որին երկար սպասել էի, որ հարմար հյուր լինի, սպասել էի, որ հարմար ճաշացանկ լինի, ճիշտ տեղավորվի ճաշացանկի մեջ։ Խոսքս ոսկրածուծի մասին է, ջեռոցում։ Շատ պարզ, հեշտ, հասարակ մի բան, որը շատ յուրահատուկ համ ունի։ Ավելին, ես մի օր ցույց կտամ, թե ինչպես կարելի է օրինակ ոսկրածուծով ձվածեղ մատուցել, կամ օրինակ steak, բայց վրան ոսկրածուծ։ Բայց այսօր ցույց եմ տալիս որպես նախուտեստ, սև հացով բայելելու համար նախատեսված իմ բաղադրատոմսը։ Սկսեցինք։ Սկզբի համար ոսկրածուծին սխտոր ենք քսում։ Ինչպես եմ սիրում սխտորի բույրը։ Ասեք, որ ես մենակ չեմ։ Աղ, սև պղպեղ, հազրևարդի ճյուղեր և ուղարկում ենք ջեռոցը, կամ էլ ճարպաջեռոցը։ Ոսկրածուծը պատրաստ է, ես մատուցում եմ, յուրաքանչյուրից մեկ հատ, որովհետև նախուտեստ է, հետը մատուցում եմ սև հաց, կարող եք նույնիսկ տաքացնել կամ խրթխրթան դարձնել հացը։ Մի փոքր իր յուղից վրան կլցնեմ, որ փայլում տեսք ունենա։ Հարկես գիտեմ հիմա կասեք, առած այլ է յուղոտ է եւ այլն, բայց դե յուղոտ է, այո, ինչ խոսք։
Մենք ուտելու ենք իրականում բավականին պարզ նախուտեստ, բայց իմ ամենասիրելի նախուտեստներից մեկն է ոսկրածուծը փռում։ Ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնում, այն իմաստով, որ շատ հանգիստ կարելի է որպես սկիզբ սկսել սրանով եւ հետո արդեն անցնել մի քիչ ավելի ծանր ուտեստների։ Ես առաջարկում եմ, հացը մի քիչ չորացրել եմ, եթե դուք սիրում եք ավելի փափուկ հաց, շատ խնդալի է երեխեք ջան, նայեք, հանդեցի մեջը բան չունի։ Բայց նայեք ինչքան քիչ էր մեջը։ Դեռ նախ Ասել է հեշտ է ուտելը բերում է։ Հա, ինքը այսպես պարզապես դնում ենք հացի վրա։ Ես ուղղակի ավելի մեծակնկալիքներ ունեի, որ իրա մեջ շատ է լինելու, բայց ոչինչ։ Լավ է, չափի մեջ։ Ոսմ ես ցերեկ ինչ եք դերս, ոսկրածուց։ Ումը։ Չէ, բայց անի շատ լավ հումոր արեց, ասեց մենք միայն իրար միս ենք մեկ-մեկ ուտում։ Ես փորձեմ առաջինը տեսնեմ, եթե ինձ բան չի լինում, երեխեք ջան, ձեզ ասեմ։ Ոչ շատ հումոր։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես առաջարկում եմ վերցնեմ, որ ձեզ չխանգարի։ Ամանորը ամեն ընտանիքի համար ունի իր խորհուրդը եւ չնայած այն բանին, որ շատ ընտանիքներում միշտ չի որ ավանդույթները պահում են այսպես ворթոց ворթի, բայց կան ընտանիքներ, որոնք իրենք են ձևավորում ավանդույթները, իրենց նորաստեղծ ընտանիքում, երիտասարդ ընտանիքում։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր ընտանիքում կան առհասարակ ավանդույթներ եւ եթե կան դրանք ձեր ստեղծածն են, ձեր ձևավորածն են, թե գալիս է ծնողներից։ Մեր ընտանիքը մյուս տարի հունիսի 9-ին կդառնա 5 տարեկան պսակադրության օրինից հետ հաշվական է եւ օրինակ, չգիտեմ ոնց է զգում, բայց ինձ թվում է այս 5 տարին որ ամփոփենք, ես զուտ իմ մեջ որպես այսպես ամուսի ընտանիքի հայր։ Ես զգում եմ, որ օրինակ մենք ինչ որ ավանդույթներ կան այսպես որ տեսել ենք օրինակ ծնողներից ենք սովորել կամ եւ այլ որ պահում ենք, որոշ բաներ կան ինքստինքյան ստացվում է, բայց ես օրինակ իմ մեջ նոր եմ զգում, ու համեմատած նոր եմ զգում, որ սենց այդ ընտանեկան ավանդույթներ ստեղծելու պահը սկսել եմ շատ կարևորել, փոքր բան, այնց ավանդույթ, այս բանով չգնանք մի անգամից, այնց նահապետական բանով չեմ ասում, բայց դեռ փոքրիկ պայմանական բարձ օրինակ բերել, չգիտեմ, սկսած ավանդույթ փոքրիկ միասին նախաճաշել կամ շաբաթվա այսօրը միասին անցկացնել, իհարկե երևի ասեմ, որ անին դրա խթանը ավելի հանդիսացավ, այդպես այդ միտքը տվեց շատ մտածենք ու այս վերջերս էր, քանի որ ոնց որ այս կոմիտաս ուսումնասիրել նաև հայկական հարսանեկան ծեսն եմ ուսումնասիրում ընդհանրապես այդ ավանդույթ կոչված ինչի համար է եւ վստահաբար եկա մտքին որ ավանդույթները հարաբերություններում շատ կարեւոր բան են յուրաքանչյուր ընտանիք իր ավանդույթը կարող է ստեղծել վստահաբար եթե լինեն նաև ինչ որ ընդհանուր ավանդույթներ դա շատ ավելի ոնց որ ճանաչելի է դարձնում ես մեկս մյուսի համար էլի բայց օրինակ ես շատ լավ եմ վերաբերվում այդ ավանդույթը կարող է մենք որ ասում ենք ավանդույթ մի տեսակ առաջին տպավորությունը մեզ մոտ ինչ-որ ծանր բան է եւ հասկանալի է նաեւ թե ինչու է այդպես եղել բայց ավանդույթը կարող է լինել թեթև ուրա ավանդույթը պետք է լինի նման որ ավանդույթը պահելով դու քեզ երջանիկ զգաս իսկ ձեր երեխայի հետ կապված կա այդպիսի մի բան որ միշտ անում եք իր համար ծննդյան տոներին ամանորին հենց դա էի ուզում ասեի մեր ճուտը ծնվել դեկտեմբերի 2-ին ու այս տարի մտածեցինք, քանի որ ինքը արդեն գիտակից տարիքում է եւ շատ ոգևորությամբ է սպասում տոնածառին, բաբիկին եւ այլն, միշտ իր ծնունդի նախօրեին դնել տոնածառ, այդ ավանդույթը փորձեցինք մտցնել, որ ինքը իր ծնունդը այդպես տոնածառը դրեցինք, հաջորդ օրը իր ծնունդն է փորձենք պահպանել այս ավանդույթը, չգիտեմ, sense նոր է, բայց հուսամ կստացվի։ Ես որպես երեխա եթե մտածում եմ, հավես կլիներ էլի, որ իմ ծնունդով տոնածառը դրվում է։ Հաստատ։ Բայց այդպիսի մի ավանդույթ մենք տանը ունենք հունվարի 1-ի հետ կապված, միշտ երբ արթնանում էինք հունվարի 1-ին, գիտենք, որ այդ օրը տատիկի օրն է ու գնում էինք տատիկի տուն հյուր, ցավոք տատիկը էլ չկա, բայց այդ ավանդույթը մորաքույրս է պահպանում ու միշտ հունվարի 1-ին տենց ժամը 1-ի մոտ գիտենք, որ
արթնանալու ենք այդ ղժբժից հետո ձեր ասած գիշերային ու գնանք մեզ համով շատ համով բաներ ա պատրաստում, տատիկս էլ հենց վրացի էր, կիսով չափ վրացի էր, կիսով չափ հույն իդեպ ասեմ, հա, այնպեսի խոհանոցը մեզ մոտ սացիվիներ եւ այլն, ու ես այդ սպասում եմ, որ երբ ամուրի մեկ իրարու գնանք ու համով ուտենք, այդպես, այդ ա մեր ավանդույթը, որը հա ինձ շատ օրինակ ջերմացնում է մինչ օրս։ Հայ, դու մանկությունից եկող հիշողություններ ունես, որ հենց նոր տարվա հետ է կապված։ Ես հիշում եմ, որ այն ժամանակ ձմեռ պապիկը որ գալիս էր, ոչ թե տոնածառի տակ էր նվերները դնում, այլ դնում էր բարձի տակ, կամ բարձի կողքը, եւ որ աչքերս բացում էի, արդեն տեսնում էի ձմեռ պապիկի նվերը, եւ այդ մի քանի հիշողություններ ունեմ, այդ նվերը եկեք մամա տատի ձմեռ պապին նվերը բերեմ, հետո այն ժամանակ Որ պատահաբար ընթացքում արթնանա իր նվերը դնելով։ Ես չգիտեմ, բայց ծնողները միշտ գիտեին դա, ձմեռ պապիկը միշտ գիտեր դա ոնց աներ։ Հետո այն ժամանակ, այսպես ասած, sense լիություն չկար, որ խանութներ, հազար տեսակի նվերներ բան, եւ չգիտեմ, մի հատ ասենք Kinder-ը, որ այսօր սովորական բան է, կամ ինչ-որ մի հատ փոքրիկ խաղալիքը շատ ավելի գնահատվում եւ սիրվում էր ու ավելի ոնց որ թանկ բան էր, որպես ընկալվում։ Իմ այսպես որպես ավանդույթ իմ հիշողություններից մեկը, որ շատ թանկ է, հորաքրոջս եւ իր ընտանիքի հետ կապված, հորաքույրս, իր ամուսինը եւ իր աղջիկը իմ քույրը, մենք ուրեմն ամեն ուրբաթ, դե ես մեջների փոքրն եմ ժամանակ, այսպես ասեմ, հիմա էլ եմ մեջների փոքր։ Լավն է։ Գնում ենք ինչ որ, տենց ասենք չեմ հիշում, ուրբաթ օրերն թե շաբաթ օրերն չեմ հիշում այս բանին, բայց գիտենք որ շաբաթը մենք գնում էինք բան, ինչ որ միտեղ միասին նստում ենք, խոսում ենք, մի խաղ կար, որ 20 հարց կոչվում էր, խաղում ենք միասին, որտեղ մեկը մտքում ինչ որ հայտնի մեկին պայման մյուսները պետք է գուշակեն, շատ հավես էր միշտ անցնում, եւ հետո գալիս ենք տուն, եւ այն ժամանակ էլ այդ վիդեոկասետները նոր էին դուրս եկել, տենց էլի կինո նայել ինչ որ տենց բաներ էլի։ Նստում ենք միշտ միասին մի ֆիլմ նայում ենք եւ իրականում ամեն ինչ սովորական էր, պարզ էր, բայց հիմա որ հետադարձ հայացքով նայում եմ իմ ամենաուրախ տենց թանկ մարդկանց հետ կապված այդ ուրախ հիշողությունները այդ օրերին են միշտ։ Դա շատ հավես է, այդ 4-ով ենք հիմնականում, բայց լինում է որ ուրիշ մարդիկ են մեր հարազատներից ընկերից գալի գնում են, բայց այդ իրար այդ միտքս են որ ավանդույթ կոչված ինքը հրաշալի կլինի, որ ինքը ստեղծի մի միջավայր, որտեղ հարազատներն իրար հետ լավ ժամանակ են անցկացնում, իրար ուրախացնում են, չէ՞, երջանկություն ստեղծելու բան պիտի ունենա ավանդույթը։ Եվ նաև իհարկե ոնց որ իր բովանդակային մասին, ինչ որ կարևոր արժեքներ հիմքում լինեն, էլի։ Ասենք օրինակ ես ՂԺԲԺ աշխարհում, որտեղ մենք իսկապես արդեն օրեր ալնում որ դժվարանում ես, ասենք գնաց հարազատի ընկերոջդ ընտանիքի անդամի տեսնես, ոնց է ոնց չի հետո ժամանակ անցկացնես, այդ մարդկային հարաբերությունները արժևորելու եւ դրանց ժամանակ տրամադրելու հնարավորությունները։ Իհարկե, նաև միանստուն հյուր գնալու, ոչ միայն ամանորին, չնայած էլ ամանորին էլ չեն գնում, արդեն ամեն ինչ պատրաստ ինչ որ տեղեր են նշում։ Եթե այսպես ամփոփենք այդ ավանդույթների թեման, Հայկը մի շատ լավ բան ասաց, ավանդույթը պետք է ուրախություն պարգևի, պետք է լավ էմոցիա տա։ Լավ կլինի նույնիսկ երիտասարդ ընտանիքները, ում մոտ այսպես ընտանեկան մեծ ավանդույթներ չկան հնուց եկած, իրենք ձևավորեն այդ ավանդույթները, որը երեխային նաև կդաստիարակի, որը երեխային կտա նոր մտահորիզոն։ Այս շատ սիրուն բան է, հետաքրքիր բան է։ Իսկ տոնածառը, որ դեկտեմբերի 2-ի համար դնում եք դեկտեմբերի 1-ին, ես կարծում հրաշալի ավանդույթ է եւ ամբողջ կյանքում վստահաբար պարգևելու է միայն ուրախություն երեխային։ Այդ շատ սիրուն բան է։ Նահապետական ընտանիքում օրինակ հին ժամանակներում ավանդույթը մի քիչ ուրիշ ֆունկցիաներ են նաև իրականացրել։ Բայց մենք կարող ենք այդ մենք ուրիշ ժամանակների մարդիկ ենք, բայց ինչ որ այդպես արժեքներ կա, որ մենք եւ սկզբունքներ, որ մենք այսօր հաստատ կարող ենք կիրառել։ Իհարկե։ Դա իրականում միայն օգուտ է տալիս։ Իհարկե։ Շատ հավես է։ Ասենք, չգիտեմ, տարվա մեջ օրինակ ընտանեկան ավանդույթ լինի, որ չգիտեմ, օրինակ եմ ասում, տարվա մեջ 4 անգամ, կամ չգիտեմ, քանի անգամ ինչքան հնարավոր է, անպայման միասին գնալ դբա բնություն։ Արդեն դու բամորացել ես հասկացա դեպի կոնկրետ որոշությունը եւ որ բնություն։ Ասում օրինակ L'Oreal։ Օրինակ L'Oreal, դրանը միշտ անձրև է գալիս։ Բայց ինչի՞ է L'Oreal, Հայկ։
Չէ, անպայման չի լորի։ Չէ, դե իսկապես անպայման է նայել։ Կլինիշիակնի ես ուղղակի լորի հանդեպ մի քիչ առանձնատուկ վերաբերմունք ունեմ շատ։ Ես էլ փոքրուց երազանք ունեի, այդպես ոնց ասում ես, փոքրուց աղջիկ, որ մտածում է ինչ մեծանա ինչ, այդտենց ես մտածում էի, որ մեծանամ, շատ կուզենամ սանայինում պսակադրվեմ, այդ վանքը շատ էի սիրում որպես ճարտարապետ։ Ու Հայկը իրականացրեց իմ երազանքը, մենք հենց սանայինում էլ պսակադրվեցինք, դրա համար լորին թարանդեցից։ Ուրիշ շունչ ստացավ։ Խոսում ինչ-որ տենց տեղ կա, որ դու ուզել ես այդտեղ պսակադրել։ Ասա թե քեզով էլ խնդրում եմ այդտեղ։ Մեծ զորավոր միտեղ մոտիկ, ասեց հա, սանային, դե սանային հասկանում ես, չէ՞։ Իհարկե։ Մարդ գնա հասնի սանային, բայց շնորհակալություն։ Բայց արժի հասնել։ Այ այս պահին ես առաջարկում եմ, քանի որ ես անհամբեր սպասել եմ, որ դուք ակում ենք այս թեմայի մասին խոսենք, ինչպես եք հանդիպել, ինչպես եք որոշել, որ դուք միասին պետք է ձեր կյանքի ճանապարհը քայլեք, այ դրա մասին մենք կխոսենք հիմա մեծ սեղանի շուրջ։ Իրար հետ մի շատ յուրահատուկ ուտեստ կփորձենք ֆրանսիական խոհանոցից, որտեղ Հայկը ոնց հասկանում դեռ չի տրամադրվել նվագելու։ Նա տրամադրվել ես, խնդրում եմ։ Դες քանի որ ամանորը, այսպես ասած, ընտանեկան ինչ որ տրամադրություններ է ստեղծում։ Այո։ Այս մեր պատմության սկզբերի հետ է կապված այս երգը։ Այո։ Գնացել ենք ուրեմն անտառում մի տնական։ Այ Արդեն զգաց։ Չէ, լավ, այս այդքան սկզբի հետ չի կապված։ Դա սկզբնական փուլն է։ Ստացած էինք ամենտեղ։ Գնացել ենք դե սկիզբն էր։ Հա, դե։ Գնացել ենք Դիլիջան մեր ընկերների հետ, այնտեղ կա կոմպոզիտորների միություն, հաշալի վայր եւ այնտեղ ինչ-որ մի տուն էինք վարձել։ Այնց հիշում եմ այդ պահանջս նայեցի, այդ տանը նայեցի ու անին տեսա, աչքիս ոնց որ sense մի հատ ինչ-որ երեխայի հետ, sense մեկ-մեկ լինում է, չէ՞, Այո։ Բայց այդ ժամանակ դեռ ես անգամ հղի չէի, էլի։ Հա, ու դից այս երգը ոնց որ միտքը տեղից է եկել, կոչվում է անտառում մի տնակ։ Բայց կեսը երգը մյուս կեսը այնտեղ։ Ժլատ։ Անտառում մի տնակ, աշխարհում սերաբնակ, եւ գույներ աշնանային, ծաղիկներ դաշտային, անտառում մի տնակ, կտուրին աստղադիտակ, որ նայենք սիրելիս, երազենք շարունակ, ու տեսնենք մի մոլորակ, որ միայն սերը ներդաշնակ, անտառում մի տնակ, աշխարհում սերաբնակ, եւ փոքրիկ երեխա, որ ժպտում է ու խաղում, ինչ սիրում է նա, տես ինչ անուշ է ծիծաղում, նա ծնունդն է մեր սիրո շարունակությունը իմ եւ քո։ Իսկ երգի շարունակությունը։ Այ գիտես քո երգերը ինչի եմ համել շատ սիրում, որ պատրաստի ֆիլմ լինի։ Ամեն տողը պատրաստի կադրով տեսնում ես։ Հա, հա, այ բրավո, 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 Հայկ, վերցի։ Քիչ էր։ Էլի եմ ուզում։ Ես ուզում եմ անդրադառնալ իմ սիրելի գործընկեր Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպի նախաձեռնությանը։ Ինչ է արել իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը։ Այն գումարը, որը նախատեսել էր իր գործընկերների, գործընկեր կազմակերպությունների համար, եռապատկել է եւ այդ գումարը փոխանցել է ՔՈԱՎ Հայաստանի մանուկներ հիմնադրամին, որպեսզի երեխաները ունենան ել ավելի լավ ապագա եւ ել ավելի լավ կրթություն։ Այնպես որ ձեզ էլ եմ կոչ անում տեսնել ներքևում այս հաշվեհամարը, դուք էլ անել ձեր ամանորյան նվերը ՔՈԱՎ Հայաստանի մանուկներ հիմնադրամին։ Հիմա այդ մասին մի փոքրիկ ռեպորտաժ։
Սա մի նախաձեռնություն է, որին պետք է միանա յուրաքանչյուրը, հատկապես մեծ բիզնեսներն ու մեծ ընկերությունները։ Այս տարի Վալան գրուպը մի շատ կարևոր եւ գեղեցիկ նախաձեռնությամբ է ի հայտ գալիս։ Գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների գումարը եռապատկում է եւ փոխանցում է Coaf Հայաստանի մանուկներ հիմնադրամին, այսպիսով աջակցելով երեխաների կրթությանը եւ ապագային։ Մեր այս որոշումը նշանակում է մեկ երեխա ավելի կրթված եւ մեկ ընտանիք ավելի հույսով լի։ Ներդրումը պետք է անել հենց երեխաների եւ նրանց ապագայի մեջ, քանի որ մենք նրանց մեջ ենք տեսնում մեր երկրի ապագայի կայունության գրավականը։ Հրաշալի նախաձեռնություն է եւ ես ուրախ եմ, որ այս անգամ ոչ թե մենք ենք գնում տարբեր կառույցների ներկայացնելու, թե ինչ կարևոր գործունեությամբ ենք զբաղված, այլ մի կառույց ինքն է հասկացել եւ տեսել այդ գործունեության կարևորությունը եւ նաեւ նախաձեռնողականություն է դրսեւորել այլ բիզնեսների ներգրավելու այս գործընթացում։ Շատ ողջունելի է եւ շնորհակալ եմ։ Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը վարակիչ է լինելու շատ շատերի համար։ Պատրաստելու են ֆրանսիական խոհանոցից մի շատ հետաքրքիր ուտեստ, որը մտերմացնում է սեղանի շուրջ հավաքված մարդկանց։ Խոսքս ռակլետի մասին է, չվախենակ այս բառից, որովհետև անծանոթ է շատերիս համար եւ ասեմ, որ այո, կա մի գործիք ռակլետի համար նախատեսված, որ իրականում անհրաժեշտ է այս ուտեստը պատրաստելու համար։ Եվ ես վստահ եմ, որ գրեթե ոչ մեկի տանը չկա այս գործիքը, իրականում ես էլ չունեի, խնդրել եմ ինձ ուղարկել են։ Բայց ես վերջերս ուսումնասիրեցի եւ տեսա, որ Wildberries-ից կարելի է պատվիրել տարբեր չափերի, մեծը, փոքրը, միջնակը եւ ընկերական հավաքների ժամանակ այս ուտեստը պատրաստել։ Հիմա կասեմ, թե ինչպես։ Նախ մի հատ այդ ռակլետի սարքը ցույց տամ։ Չենք վախենում տուփից։ Մի հատ օգնի։ Տուփը հանի։ Միշտ ընտրեք թիմում այնպիսի մարդկանց, որ կես բառից հասկանում են։ Հանի։ Ահա, այսպիսի սարք է։ Որի փոքրն էլ կա, կարող եք պատվիրել։ Պարզապես գրեք ռակլետ, մնացածը կբերի։ Ահա, սա դնելու ենք սեղանի վրա եւ մնացածը շուտով կտեսնեք։ Բայց մի հատ ցույց տամ էլի։ Օհո, այսպեսի թավոյիկներ են ու իրենց թիերի հետ։ Մնացածը ընթացքում։ Բայց հիմա ցույց կտամ ինչ եմ նախապատրաստում ռակլետի համար, որ մենք նստենք իմ հյուրերի հետ եւ զրուցենք եւ պատրաստենք եւ վայելենք։ Նախ մեզ պետք են բազմաթիվ փոքր տարաներ, ափսեներ։ Որովհետեւ հիմա մենք լիքը տարբեր բաներ ենք դնելու դրանց մեջ։ Ռակլետի հմայքը ինձ համար նրանում է, որ կարող եք ձեռքի տակ ինչ ունեք, դնեք սեղանին։ Իհարկե մի քիչ տրամաբանություն ունեցող բաներ, որոնք կարող են համեղ լինել մեկը մյուսի հետ, բայց մարդկանց հմտությունից է կախված եւ նախասիրություններից ու քիմքից, թե ինչը ինչի հետ համադրելով իրենց երջանիկ կզգան։ Հիմա ցույց կտամ, թե ես ինչ եմ դնելու սեղանին։ Խաշած մանրացրած կարտոֆիլ, լոլիկ, կանաչ ռեհան, փոքրիկ մարինացված կծուվարունգներ, փոքրիկ մինի մարինացված եգիպտացորեն, կանաչ ոլոր, գունավոր քաղցր պղպեղ, շամպինյոն տեսակի սունկ, որը ես ինքս եմ գիշերը մարինացրել ընդամենը 3-4 րոպեում, չեմ չափազանցնում, մի օր կպատմեմ, թե ինչպես են անում։ Ապխտած միս, վզի հատվածն է, կարող եք նաև տարբեր ապուխտներ օգտագործել, ինչպես նաև պանիր, սովորաբար ֆրանսիացիները ռակլետը պատրաստում են հատուկ ռակլետի համար նախատեսված պանրով, ես վերցրել եմ այն պանիրները, որոնք շատ հեշտ են հալչում։ Վերջ, մնում եմ մատուցել։ Ահա, ուրեմն, ես մտածեցի, որ Հերմի դիալոգ նախագծի բոլոր հյուրերը, որ դեռ ապագայում գալու են, այս ուտեստի համար հարմար չեն։ Ինչու՞։ Որովհետև ես երկար մտածեցի եւ հասկացա, որ միակ մարդիկ դուք եք, որ այս թեթևությունը, այս խաղը լավ իմաստով, սեղանի շուրջ այս շփումը, այս ուտեստի շնորհիվ եւ շուրջ ամենալավը կանեք։
Հետն էլ դե ֆրանսիական խոհանոց, Հայկ, մտածեցի դա էլ քեզ կարող է շոյել, որպես ֆրանսիական մշակույթի սիրահար վստահ եմ անին նույնպես։ Եվ հասկացա, որ ավելի լավ է ձեզ կրակը գցեմ, քան ուրիշների, որտեղ դուք դրա տակից հաստատ դուրս կգաք։ Հիմա ես գիտեմ, որ դուք ռակլետի փորձ ունեք։ Այո։ Խնդրում եմ մի քանի բառով ներկայացրու այդ փորձը, էլի, ոնց է։ Փորձը, հա, մի փոքր չեմ ասի շատ լավ փորձ էր, որովհետև ես մսակեր եմ, այո, ինչ մեղքս թաքցնեմ, բայց հիմնականում ուտում եմ արդեն ամբողջությամբ պատրաստի վիճակում, այդ միսը տեսնում եմ պատրաստի վիճակում, դա հավ կլինի հիմնական խոզ չեմ ուտում, եւ չեմ տեսնում միսը նախքան կերակուր դառնալը եւ Փարիզում մի օր մեզ հրավիրեցին էլի ռոկլետ ուտելու եւ հենց իմ դիմաց դրվեց մսի հում մսի ափսեն ես շատ երկար ամիսներ դրանից հետո էլ մսին ոչ մոտեցել եմ, ես չգիտեմ, մինչև հիմա երևի բացի հավից էլի ոչ մի բան չեմ ուտում։ Էդ էր իմ փորձը։ Ճիշտ է, պանիրով, բանով, համով էր, բայց մենք ունենք այսօր ընտրություն, կարող ես նաև ապուխտ դնել քո ռակլետի մեջ, կարող ես միայն բուսական պատրաստել, իդեպ շամպինյոնները մարինացրել եմ ես ինքս 3 գիշեր, այստեղ ունենք ընտրություն, ինչը որ ուզում եք, ինչի հետ խառնելու, ես օրինակ կարտոֆիլի արկայությունը օրինակ շատ եմ սիրում, պանրի հետ պղպեղի հետ եւ կխնդրենք Հայկը մեզ հյուրասիրի տակար գինին, որը կանգուն սորտի խաղողից է եւ կրկին խաղողի սորտի շնորհիվ մի փոքր քաղցրահամություն ունենա։ Շամպայնից ասում է։ Եվ ահա, այն որ ասում է գինի ենք, է սիրում։ Դե այ հիմա տեսնեմ, այն էլ սպիտակ գինի։ Ես էլ եմ սպիտակ շատ սիրում, հուսամ իմ սառնանը ճիշտ ջերմաստիճանում պահել է։ Շնորհակալություն։ Ես պետք է ինձ լսնեի, չէ՞, առաջինը գինին տենց է։ Հա, լավ էլի։ Դու գիտես, դու բոլոր ձևերը գիտես։ Մեզ ասում եմ գինի ենք շատ։ Մեզ բարի ախորժակ։ Մենք խոսելու ենք շատ սիրուն բաների մասին, իհարկե նաև ընթացքում պատրաստելու ենք մեր ռոկլետը։ Ահա, ես ձեզ տամ ձեր փոքրիկ թավաները։ Քեզ գոշ։ Հայ, քեզ այս կողմից ինչ պետք կլինի, կասես։ Պանիր երևի, հա։ Դուք կերեք ես տնեմ, ինչ եք անում։ Ինչ ենք անում։ Դեսի ինչ ուզում ենք անել։ Հա, ասեմ, եթե սիրում ես ապուխտ, ապա ապուխտը դնում ենք նախ տաքանալու։ Բեր ես մի քանի հատ միանգամից դնեմ։ Ես օրինակ սկսում եմ լոլիկից։ Հա, ստե։ Հա, որ դնենք մեջը տաքանա։ Հայք ինչ էիք տարել ռոկլետի Ես էլ եմ ուզում իժակ։ Կարողանում չէիր գնացել։ Չէ, ես հիշում եմ այդ որ գնացել ենք, ես շատով հիշում եմ մեր շատ հարազատ մարդկանց մոտ էինք, իդե պարտից օգտվելով Ինեսային Գարիկին շատ ջերմ ողջույններ։ Փարիզում են արում։ Շատ կարգին։ Մարդիկ են, ուղղակի 3 բալիկ ունեն։ Մինչ այս ամեն ինչը տապակվում է, տաքանում է եւ այլն պատրաստվում է, հայ եթե ուզենաս կդնենք տաքանա, հետո պանիրը պիտի վրան դնենք, որ հալ չի։ Ոնց եք հանդիպել։ Ոնց է ձեր պատմությունը սկսվել։ Ես բաց եմ թողել այդ պահը։ Հայկը շատ սիրում է միշտ ասել, որ Facebook-ով, բայց ախր ես իրան ճանաչում էի, տենց մի քանի հարսանիքին առնչվել ենք իրար հետ, մոտ ընկերոս հարսանիքին ենք առնչվել, այդպես ես դե հետո գիտեի Վարդան Պետրոսյանի տղան է, այդքանի իմ համար նորություն չէր Հայկը։ Ինքը ինձ Facebook-ով է տեսել, որ վերում are recommended, այդպես մի շատ սիրուն պատմություն ունի, բայց երևի դա չի պատմում։ Մի րոպե, չէ, ես այդ սիրուն պատմությունն եմ ուզում։ Հայկ, ու մեկ էլ կներես, էլի ընդհատեմ։ Ես հասկանում եմ, որ դու մեր ձեռքը կրակն ես ընկել, ես ռոկլետին տանջում ես ինքն էլ քեզ։ Դեմ չես, ես քեզ համար մի տարբերակ պատրաստեմ։ Կողմ եմ։ Հայկ, այդ ինչ պատմություն է, մի հատ պատմին էլի։ Որ ասում է Հայկ այդ պատմությունը։ Դե։ Կներես կյանք։ Չի ուզում։ Բայց ոնց հասկանում ես պատմությունը առաջի անգամ եք պատմելու, հա։ Մի տենց այդ պատմություն, գիտեք, պատմություններ կան, որ իրանք շատ բարձր արժեք ունեն, բայց քո համար, քո սրտում։ Որովհետև այդ իրավիճակի մեջ դու ես եղել, դու ես պատկերացնում քո զգացմունքները։ Եվ այդ կես ինչ որ մի զգացմունքային պահի եղավ, որ այսպես չգիտեմ, պատահաբար ասեմ, ինչ ասեմ, Անին տեսա Facebook-ով, դե այո, մենք միջև այդ տեսել ենք իրար, բայց դե դա ոնց որ տեսել ենք իրար, էլի, տենց չուր գիտեինք իրար։ Բայց Facebook-ով սկսվեց, ժամանակակից
Չէ, ինչ է, Facebook-ով սկսվեց։ Ես այդ պահն եմ ուզում հասկանալ, Facebook-ով սկսվեց։ Գրեցի բարև։ Հիմա ինչու հենց իրեն։ Իրապես սպասի, դե դուրս եկավ։ Ու բայց իմ մտքով չի անցել, որ ես իրա դուր էի եկել։ Մտածել եմ ծանոթ ենք, բան։ Չգիտեի, ինչ գրեի, մտածում էի դե հուզվել է, ինչ գրեմ, մտածում եմ ոնց էս բան, ինչ որ սենց ինչ գրեմ։ Գրեցի բունկեր ֆիլմը նայել ես։ Իսկ ինչի է բունկերը Հայկ։ Ասում նման է դերասանուհու։ Ինչ որ մի պահ, ասում եմ մի բան պետք է, էլի բան սկսելու համար։ Էքսցենտրիկ մի բան։ Հա։ Հետո տենց զարգացավ պատմությունը, խոսքից խոսք բացվեց, բայց ինձ համար Անին ուրեմն մենք շատ լավ ընկերուհի ունի Անին, ինձ էլ շատ հարազատ մարդ է, Սիլվան, որը հրաշալի դոկումենտալիստ ռեժիսոր է, իդեպ ականազերծող կանանց մասին մի հատ ընտիր ֆիլմ է նկարահանել, որը դրսում շատ մեծ հաջողություններ ունեցավ, եւ ուրեմն իրանք գնացին ընկերուհիներով Թիֆլիս եւ Սիլվային պետք է այնտեղից ճանապարհային Եվրոպա ինչ որ փառատոնի մասնակցելու։ Ես էլ Անին մինչ այդ համոզում էի, որ Երևանում հանդիպենք, սրճենք, խոսենք, ծանոթանանք։ Ինքն էլ այսպես դիվանագիտորեն ցրում էր անդադ։ Չեմուչում էր անում։ Հա, ես էլ ասացի դեռ որ փնցա կգամ Թիֆլիս։ Դե որովհետեւ մտածում եմ, եթե հանդիպենք արդեն ուրիշ կողմա տանելու, ես էլ ճիշտ ասած չէի պատկերացնում հարաբերություններ հայտնի մարդու հետ։ Մի րոպե։ Չանշանակում, եթե հանդիպենք։ Ռասիզմ էլի, բայց Չէ, դե դա իր հետ շատ մեծ պատասխանատվություն է բերում եւ լիքը խնդիրներ։ Ես էլ ճիշտ ասած քեզպես գիտեի, որ ահա, հեսա սկսվելու է երկրպագուների ինչ որ բաներ, խնդիրների մեջ ընկնեմ, անդադ ինչ որ այս բանը իրեն գրեն, այն բանը իրեն գրեն, չի ուզում մտնել այդ ամեն ինչի մեջ։ Ու այդպես փորձում էի հետ քաշվեի, բայց պարզվեց Հետո բեմի մարդիկ, գիտես, ես ընկերներ ունեցել եմ, էլի, իրանք մի քիչ մտերիմ ընկերներ, միջև այսօր էլ ունեմ, էլի, եւ իրենք մի քիչ այլ ձևով են ապրում, կյանքն ուրիշ ձև են դասավորում, մտքերն ուրիշ են, կյանքի նպատակներն ուրիշ են, ապրելաձևն ուրիշ է, ու ես երբ որ այդ ամենը տեսել եմ, մի քիչ հասկացել եմ, որ ես այն տեսակի մարդը չեմ, ով կարող եմ կողակից լինել նման ապրելաձևի մարդու կողքին։ Այդպես, դրա համար ինձ այդ ամենը վախացնում էր, ես մի քիչ հիմա չի վախացնում։ Ընդհանրապես, չէ, Հայկը ամեն ինչ արեց, որ ինձ հակառակը համոզի։ Հետո ճիշտ ասած ինչ որ քաղաքում տենց ասեկոսեներ էին պատտվում, որ Հայկը շատ տենց կնամոլ է։ Մի օր մի աղջկա է հավանում մյուս օրը, մյուս աղջկա ինձ այդպիսի բաներ էին անդադ ասում։ Բայց այդպիսին էր, հայ։ Ընդհանրապես։ Մինչև անի։ Այսինքն չգիտեմ Չգիտեմ, չեմ ճանաչել միջև այդ, բայց ինձ այդպիսի բաներ շատ էին ասում, ասում էին գործ չունես, բան, այսպես, այնպես, բայց հասկացա, որ եւի իմ տեսած ամենա միասեր, հա, Ադնալուկ, ինչպես կասեն, եւ այդպես շատ ինձ հակառակը համոզեց մի անգամից։ Ես ուրեմն դիմեցի իմ երկու շատ մտերիմ ընկերների, որոնց հետ մենք ընկերություն ենք անում, մեր ընկերությունը բակային ընկերություն է։ Այսինքն իմ առաջին ընկերներից են նրանք, մենք ընկերություն անել միասին ենք սովորել, բակում, կոմիտասում, շախտի մայլա, ինչպես ասում են, որ դու շատ լավ գիտես, որտեղ կարծեմ, չէ, այնտեղ դու ապրել ես։ Այո, շատ լավ գիտեմ։ Մի խոսքով, Ստյոպը ու Վահագը, ողջույններ, աստի սենց պատմություն է, պետք է գնանք Թիֆլիս, ու իրականում այս պատմությունները շատ եմ սիրում, որովհետև շատ այդպես ռոմանտիկ, շատ ծիծաղելի, այսպես տարբեր արկածային դրվագներով պատմություն է։ Այդպես գնացինք, քշեցինք 3 ընկերներով ճամփա անկանք։ Անի հետևից, այո։ Եվ վերադարձին արդեն միասին վերադարձանք։ Մի րոպե, բայց այստեղ շատ հետաքրքիր մի պահ կա։ Անին չէր համաձայնվում հանդիպել, Անին մի մեքենայով հետ եկանք նկատում, չեմ ասում։ Անի դու սխալ հասկացար։ Բայց լավ հասկացար, բայց հաճելի հասկացար։ Ուսուցումը շատ է։ Անին չէր ուզում, որ դուք հանդիպեիք, որտեղ վախենում էր դրան բոլորովին այլ բովանդակություն հաղորդելուց։
Հիմա Երմինե ոնց որ բան հոկեբանի մոտ եկած ասում ենք, նայ, որտեղ ես ուզում եմ այդ պատկերը տեսնել։ Փակված գերշտատ ինչ են ասում, գերշտատներ ես ուզում բացես ինչ։ Իսկ դե բայց հետաքրքիր է, հասկանում ես, դուք այս թեմայով քանի որ չեք խոսել, ես վստահ եմ, որ մարդկան շատ հետաքրքիր է։ Հիմա նայ, Անին չէր ուզում հանդիպել, որտեղ վախենում էր այլ բովանդակություն ստանալ այդ հանդիպումը։ Բա ոնց պատահեց, որ գնացիր հասար Թիֆլիս։ Այդ քիչ չի համաձայնվեց Թիֆլիսում քեզ հետ։ Բայց դու գիտես մեր առաջին հանդիպմանը ես ձեռնափայտով եմ գնացել, որտեղ դրա նախորդ օրը Սիլվան որ ասի պիտի թռներ Եվրոպա։ Ուրեմն Սիլվան քնած է մնում։ Զանգում ենք չի վերցնում, տանդուրը փակ այդ որ ինչ-որ տուն էին վարձել, այնտեղ դուր ծեծել, դուրը բաց եք ես կոմեն բան։ Եվ ես որպես ասում եմ սիրահարված ակլոր, ասի մի հերոսության ճակերտավոր մի բան անեմ, տպավորություն թողնեմ էլի անի վրա։ Եվ որոշեցի այդ անձրևատար խողովակ մի հատ որ կար, ասի դրանից մինչև բռնվելով բարձրանա։ Եվ բավականին հաջող ստացվում էր երրորդ հարկ պետք է բարձրանա, ուղղակի այնտեղ երկրորդ հարկի մոտ մի տեղ կար, ճիշտ չհաշվարկեցի, այդ բանը լարը ճպայեց, ինձ ու սենց սղալով իջան ներքև ու մյուս առավոտը դոկտոր Հաուսի պես բան, սիրամ հետ գնանք կոֆե խմենք այն։ Չէ, շատ բաներ արել սիրտս գրավելու համար, տենց հեշտ չի ստացվել։ Օրինակ, խողովակից ընկավ հասկացանք ուրիշ ան։ Բայց մի րոպե էլի մի հատ բան հարցնեմ, էլի, օրինակ ինչի՞ է պատճառը, որ հենց առաջին անգամ չասեցիր ուզում եմ հանդիպենք։ Դե բացատրեցի արդեն ինչ զգացում ունեի։ Նույնիսկ եթե ուրիշ աստարկ ունենար, հասկացա, մի հատ շանս տա իրից տաղանդավոր երիտասարդին։ Դե դա Չէ, ամեն ինչ իրականում շատ լավ, շատ ճիշտ գնաց։ Հա, շատ համով ստացվեց։ Իրականում ինձ թվում է, եթե հենց առաջին անգամից համաձայնեի, այսպիսի համովություններ պատմությունը չեր ունենա, եւ սա միակ դեպքը չի, որ Հայկը պատմում է, ահագին հետաքրքիր դրվագներ ունեցել ենք մինչև հարաբերությունների սկիզբը եւ Դե մեկն էլ դու պատմի, Հայկը մեկը պատմեց, մեկն էլ դու պատմի։ Ես շատ այս պատմությունն եմ սիրում, որ Փետրվարի 14-ին Հայկը համերգ էր դրել ռեստորաններից մեկում եւ ինձ հրավիրել էր այդ համերգին Ռեստորան չէ, բան Ջոսում էր։ Յանսում, ասում Ջոսում, հա։ Հա, եւ ինձ հրավիրել էր այդ համերգին։ Սենց շատ անմիջական ձևով դե լավ գնացինք ընկերուհուս հետ նստեցինք եւ ինքը բեմից այդտեղ բոլոր ամբողջ հանդիսատեսի առջև ասեց այստեղ մի աղջիկ է նստած ում համար ես երգ եմ գրել գիշերը եւ առավոտյան երաժիշտներին բոլորին ասել եմ շուտ պարապեն ակորդները եւ այլն որ մենք երգ ենք հիմա այս երգը բեմից իր համար ես շատ կարմրեցի բայց շատ իդեպ Ես այս արդից օգտվելով էլի տղեկին մեծ շնորհակալություն իմ շատ հարազատ ընկերներս են երաժիշտ Դավոներ Պողոսյան բասիստ գորներ նվագում հարվածային հա Սաշը գիտարիստ որ հիմա ստեղ չի միացան նայում Կարեն Անանյան Գարիկը մի խոսքով տղեկներ շատ այս օգնեցին աստիգմատ sense վիճակ էլի երգը պիտի մի բան անենք տպավորություն թողնենք եւ Այս տիպի երգեր ես չեմ գրում շատ իմ երգերը ավելի շատ տենց հեղինակային բարդային տրամադրություններ ես մի քիչ տենց ուրիշ ոճով է կոչվում է գուցե հենց դու հեսա մի հատ հիշեմ Դու հենց այս երգը գրեցի Այս երգը բեմից երգեցի Գուցե հենց դու այն միակն ես ում ամեն առավոտ գրկելիս միևնույն է ես կզգամ կարոտ այն աղջիկն ում ամեն օր նորից կսիրահարվեմ ու երգեր կգրեմ որ նրա սիրտը գերեմ այն միակն ում համար ես այն միակն ում համար կանեմ ես ամեն ինչ թե ամեն ինչը լինի քիչ մի բան կանեմ ոչինչ դու եկար ու վառեցիր սիրտը իմ հանգած ու հանկարծ այն զգաց որ գուցե հենց դու ինձ գրկես գուցե հենց դու ինձ փրկես գուցե հենց դու գուցե հենց դու ինձ տեսնես գուցե հենց դու ինձ ներես հենց դու Ինչ-որ sense շարունակվում էր էլի Բայց ես ճիշտ հասկացա որ այս երգը մենակ այդ օրն է երգել Չէ, հաջորդ օրը կա պատմություն Այո Հաջորդ օրը ասեց Արի հիմա հանդիպենք կգազ Դե դուրս եկանք հանդիպելու Բայց ինչ դաժան աղջիկ ես դու Չէ, իրական տես դաժան չէ, նորմալ գնում էր ամեն ինչ Հետ
հետո դուրս եկան։ Ինձ բան սարքեք տենց բայց դա է մի շատ գեղեցիկ օր մեր կյանքում, որովհետև ասեց արի գնանք նորմալ երգեմ քեզ համար այդ երգը դնեմ լսի։ Եվ այդպես քշեցինք Սևան, շատ գեղեցիկ գիշեր էր, որովհետև լիալուսին էր, ճանապարհը լուսավորվում էր։ Այդ առաջ անգամ համբուրեի հենգեմ, բայց ռիսկը չհերիքեց, ինչ մեղք ստա։ Զգացի, չեմ կարող այլ բայց հետո ավելի լավ եղավ։ այդ օրը չհամբուրեցի։ Սևանի ափին sense կանգնել ենք, վայ մենակ տեսնես ինչ սիրուներ, այդ երգը հնչում է Լուսինա ամբողջ։ Այդ չէր բանն իմացել։ Michael Bublé բանեն։ Սինադրա Come fly with me, let's fly away։ Sense աստղեր ասում են, արա, պաչի է դա չգան, գնա, լավ է, կստա ու բանը չհերիքեց։ Համարցակությունը Բայց ինքը պատրաստ է, հետո նա համբուրվել։ Հաստատ ճիշտ է։ Լավ, երբ պատրաստվեցիր, երբ վերջապես այս տղան կարողացավ առաջին անգամ համբուրել քեզ։ Յասամանի ծառի տակ, իմ սիրելի ծաղիկն է Յասամանը։ Մենք խնձորի ծառի տակ, իմ հետ Յասամանի ծառի տակ։ Իմ սիրեցի։ Ապա Յասամանի ծառի տակ։ Դե հիմա տրմանացությունները չպատմենք, բայց մի շատ գեղեցիկ ժամադրությունից հետո ուղղակի ինձ տուն ճանապարհելուց, բայց հա շատ գեղեցիկ տեղ էլի Յասամանի ծառի տակ ոնց ասեցի։ Յասամանը իմ ամենասիրած ծաղիկն է, երբևէ այդպես տեղ ունեցավ այդ համբույրը։ Որ այո, ստացվեց։ Բայց փոքրիկ պատմություն է երկի հետ էլ հեսա կպատմեմ։ Քեզ համար է Յասամանը, բայց թոշնում է այն իզուր, անցավ օրը և բոլորը ինձ են նայում տխուր, ես հանգչում եմ, հառաչում եմ, այն ծառի տակ ուր այնքան, մենք շրջել ենք, աներջել ենք, մեր սիրո ապագան, սիրելիս, սերը խաղ չէ բախտ է անգին, թե սիրես, տուր քո սիրտը, տուր քո հոգին, ողջ կյանքը իմ վերևը, հոր տանձրև է, բայց սպասում եմ ու վաղուց, ով նայում է ծիծաղում է, որ թրջվում եմ սիրուց։ Բրավո։ Այսօր խմենք լավ հիշողությունների կենացը։ Անիկ խոստացավ այս երկեք կապված պատմություն պատմել։ Ուրեմն միշտ շատ սիրել եմ Յասաման երգը ու ինչպես ասի իմ ամենասիրելի ծաղիկներ։ Տարիներ առաջ, որ այ իսկապես այդ ժամանակ դեռ ծանոթ չէինք, անգամ հարսանիքներին չէի հանդիպել իրեն, մի շատ մոտ ընկեր ունեի, որը թատերական համալսարանում էր սովորում ու մի անգամ Հայկը իրենց մոտ գնացել էր փոքրիկ հարցազրույց տալու իմ մտերիմ ընկերն էլ գիտեր, որ ինչքան եմ սիրում այդ երգը ու վստահ էր, որ Հայկը կերգի այդ երգը, մի խոսքով այդ ամբողջ ինտերվյուի մեջից կտրել է այդ Յասաման երգը ու ուղարկել է ինձ, ասեց՝ «Ար, քո սիրելի երգը քեզ ուղարկում եմ»։ Ոչ անունա վրան գրված թե ով է երգում, ոչինչ չգիտեմ, ուղղակի գրված է Յասաման, այդպես ուղարկել է ինձ այդ երգը։ Ես ցել եմ դա իմ համակարգչի դեսքթոփի վրա, ամեն օր նստելուց առաջ դասանելու մի հատ այդ երգը լսում եմ, միացնում եմ, ոչ գիտեմ ով է երգում, ոչ չգիտեմ, գիտեմ որ մի հատ տղա է երգում, շատ գեղեցիկ ձայնով, շատ գեղեցիկ կատարում է անում, միացնում լսում էի, նոր անցնում էի դասերից։ Տարիներ է անցել, ես հետո եմ իմացել, որ դա Հայկի կատարումներ ու այդ երգը միակ երգն էր, որ իմ դեսքթոփի վրա այդպես կար, ու ես ամեն անգամ միացնում էի ուղեղս մեջ այդ երգը պտտում էր իր ձայնով։ Это знак, սա նշան է։ Իսկապես նշան է։ Ես հավատում եմ նախախնամությանը, ես հավատում եմ նշաններին, ոչ մի բան պատահական ես կարծում եմ չի լինում։ Այդ ամեն ինչը որպես սկիզբ իհարկե շատ յուրահատուկ է, շատ գեղեցիկ է, շատ ռոմանտիկ է։ Ամենամեծ խնդիրը, երբ զույգերը հետո չեն կարողանում պահեն այդ հարաբերությունները, այդ նրբությունը, այդ գեղեցկությունը, ռոմանտիկ ապրումները կյանքի ընթացքում։ Ես ձեզ ավելի դաժան տարբերակ կարող եմ ասել մեր դեպքում։ Մեր դեպքում այդ որ այդ արդեն առաջին համբույր, արդեն զույգ ենք բան եւ սքանչելորեն սկսվեց կովիդը։ Այո։ Եվ
Դժվար էր։ Ասենք երկերով ենք պատմում, էլի, որ մեր պատմությունը Մի անգամ հարցրեցին որ երգը կնկարագրի ձեր հարաբերությունները, ես հասկացա, որ մեր հարաբերությունների տարբեր դրվագների, փուլերի ամեն պահի համար Հայկը մի երգ ունի պատրաստած։ Այն ժամանակ այդ կոവിഡ്ի ժամանակ դե այսպես համաշխարհային շոկ էր այդ ամեն ինչը, իհարկե։ Եվ տնից դուրս գալը արգելվում էր, բայց եթե ինչ էին ասում, ձևաթուղթ, ես էլ ասում եմ ձևականաթուղթ, գնում էիր, ասենք ես գնում եմ դեղատուն, բայց գնում էիր, ասենք ինչ-որ բան։ Մի խոսքով։ Ինչ-որ բան։ Ու ես այդպես գաղտնագողի Են բան երկու չեն ծիծաղախի տվարացողի Փոքրիկ գյուղից առապնյա Ծովները մտնում գաղտնագողի Ամեն գիշեր մի Հիմա էդ տրամադրությամբ Սենց ես թափում Որը հանդեպ պատկեսպես ասենք բռնեն տանեն քաղմաս ասենք Գալիս էր ինձ մեր տնից վերցնում էր գնում էինք իր տուն որտեղ դրսում դե բան չկար Եմ մի հատ երգ էի գրել այն ժամանակ մենք ունենք պարետ Այո որ հիմա քաղաքապետ է դարձել Ես մի հատ տենց երգ էի գրել որ կոչվում է Յարիս տուն Մեկ մեկ դժվար կերպ քիշեմ մոտավոր բառերը Պարետը ասելա ձերքերը լվանք Չէ, պարետը ասելա որ տանը մնանք Պարետը ասել է որ տանը մնանք ու ձերքերը հաճախ լվանք Պարետը ասելա ձևաթուղթ լրացնենք Պարետը ասելա 10-ից 12-ը տատիկները խանութ գնան Ինչ մեկ ասում են 10-ից 12-ը ավակ Հարց չկա տատիկների խաթր էդ ժամին տանը քնած ես կմնամ Բայց եւ ասում են տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում Բայց խիստ անհրաժեշտության դեպքում ես գրում եմ որ գնում եմ դեղատուն Բայց իրականում ես փոկվում եմ Յարիստուն ես գնում եմ Յարիստուն Կարոտում ախր շատ եմ կարոտում Յարիստուն ես ցվրվում եմ Յարիստուն Գիշերն անքում ու թաքում ես գնում եմ Յարիստուն Շարսանցելի չեմ իշում շար Շատ լավն է Մի խոսքով Դե իսկ որ սենց եթե սենց է ձեր կյանքը եւ առօրյան անցնում այն հարցս մոռացեք եւ որ ինչ է պետք անել որ անգամ 6 տարի հետո հարաբերություններում մնանես Չէ, բայց թեթև ուրախ Ես օրինակ Հերմինջան մենք անի հետ էլի եղել է գնում ենք հարցազրույցների բան ես սրա մասին ենք խոսեցել ես երբեք այսինքն ինձ շատ տհաճ կլինի եթե մեր որպես զույգ ընկալումը տենց այն պաստառային երջանիկ այդ մեր մասին մենք էլ ենք զույգ մենք էլ ենք վիճում իրար հետ մենք էլ կարող ասենք չգիտեմ երկու չխոսանք իրար հետ որ ջղայնանանք իրար վրա այդ մենք էլ ենք դրա միջով անցնում եւ օրինակ ես նայում եմ այսօր խոսում ենք ասի արդեն մեր պսակադրությունից 5 տարի անցել է մի ամբողջ կյանք է այդ 5 տարիների ընթացքում շատ բան է փոխվել այդ առաջին համբույրից մինչև արդեն մեր աղջիկը 4 տարեկան է մենք իրար լրիվ ուրիշ ձև ենք ճանաչում ու գնահատում բայց այդ ճանապարհը Էդ էլ հեշտ չէ, էլի։ Այդ ճանապարհը իր բերկրանք ունի, իր դժվարությունները ունի, բայց տենց է կյանքը։ Այդ դժվարությունները հաղթահարելով սկսում ես այդ բերկրանքը ավելի գնահատել, ավելի վայելել ու այդ բանը էլի պաստառային չի կարող լինել ընտանիքը, դա ինչ որ դրա մեջ ինչ որ բան անկապ բան կա, էլի, որ օրինակ մեր մասին չի։ Այս լեզվով մեր նոր լեզվով ասած fake Հա Չի կարելի ոչինչ չանել, որ եթե օրինակ սկսվել է սիրուն ձևով լավ հարաբերություն, թեկուզ առողջ, չի կարելի ուղղակի ձեռքերը ծալած նստել եւ ասել դե այդպես էլ կշարունակվի, որովհետեւ ըստ իս առողջ հարաբերություն պահելը դա ամենօրյա աշխատանք է երկկողմանի։ 24/7 Նայ, հայ, ես համաձայն եմ, որ չի լինում այդպես, որ հարաբերությունները լինեն պաստառային, բայց կան զույգեր, ովքեր գտել են էլի այդ բանալին Ոնց անեն, որ լիքը բաներ հաղթահարեն, ոնց անեն, որ կարողանան միասին անցնել այդ ճանապարհը, որը որ շատ դեպքում զույգերը միասին սկսում են, բայց առանձին են սկսում։ Ես մտածում եմ, որ ես չեմ, որ պետք է զույգերին ինչ-որ այդպիսի խորհուրդ տալ կամ հա, բայց այդ մեր փորձն է։ Ձեր փորձն։ Դե ուզում ասեմ, այ ոնց եք անում։ Որ այդ դժվարությունների, այդ խնդիրների, որոնք վստահաբար ունեք ինչպես ցանկացած մարդ,
դրա միջով կարողանում եք անցնել ու չկորցնել։ Ես վերջերս ուրեմն արհեստական բանականությանը հարց տվեցի, նստած ենք տենց էքսպերիմենտ որպես, ասեցի կարող ես նշել 5 ամենակարևոր բաները, որ պետք են ընտանեկան հարաբերությունները այդպես լավ պահելու համար։ Եվ այդպես կիրթ, այո, իհարկե, ես սիրով կնշեմ ձեզ համար 5 կարևոր բաներ։ Եվ շատ իսկապես կարևոր բաներ ասեց։ Ես ուզում եի փորձել իմ համար ինչն է 5 կարևոր բաները եւ AI-ի համար ինչն է 5 կարևոր բաները, հետաքրքիր էր ինձ։ Եվ շատ իսկապես կարևոր դրույթներ ասեց նվիրվածություն, հարգանք, հոգատարություն եւ եւս երկու ինչ որ բան։ Ասում եմ նշեց ու սերը չասեց։ Ասում եմ AI ջան, բայց ոնց որ այդ սաղ որ ասիր շատ լավ է, բայց ամենակարևորը ոնց որ չասիր, որի վրա պիտի հիմնվի, հենվի այդ քո ասած նվիրվածությունը, հարգանքը, հոգատարությունը եւ սենց արեց։ Այո, դրանց լրիվ դրանց ինտելեկտուալ AI է։ Այո, ասեց, ես կարծես թե հասկանում եմ ինչի մասին։ Ենթադրում եմ թե դուք ինչի մասին եք խոսում, ինձ թվում է դուք խոսում եք սիրո մասին։ Ասի այո, ասեց։ Այո, իհարկե դուք իրավացի եք։ Առանց սիրո դրանց ուղղեց իրան էլի եւ յուրաքանչյուր խնդրի դեպքում կապ չունի դա ընտանեկան հարաբերություններում են թե այլ ինչ որ իրավիճակներում, եթե մարդու մեջ այդ բանը չկա, սիրո զգացմունք չկա, այդ շատ բարդանում ամեն ինչ։ Եվ սա միայն հարաբերություններում չի, այդպես ամենտեղ այդպես է, այս օրինակը ես էլի բերել եմ, չեմ զլանակրկնել, արդարությունը առանց սեր դառնում է դաժանություն։ Հավատն առ Աստված առանց սեր դառնում է ֆանատիզմ։ Հարստությունը առանց սեր դառնում է ագահություն։ Եվ այլն։ Այդ ինքը մի հատ հետաքրքիր բան է, եւ սա ինչ որ պաթոսային խոսքեր չեն, սա շատ իրական կյանքում ապրվող զգացմունք է, կիրառելի, ամենակիրառելի նույնիսկ զգացմունքն է, էլի։ Ամենածանր պատասխանատվությունն էլ երբ որ մարդը սիրով է բանանում, վերցնում, իրան համ հավելյալ ուժ է գալիս, համ էլ եւ այլն։ Այսինքն դա բանալին էլի։ Մնացածը այսպես ասում են տեխնիկական հարցեր են։ Ինչ ավելացրեց երեխան ձեր կյանքում եւ ձեր հարաբերություններին։ Այնքան բան, այնքանից էլ շատ։ Դուքի մասին որ սկսում ենք խոսել, ես արդեն նկատել եմ, որ մեր բերանը փակել չի լինում ոչ մի ձևով։ Շատ լավ է, շատ լավ է։ Եվ այնուամենայնիվ, ինչ ավելացրեց։ Ուզում ես դու սկսես շարունակել։ Այդպիսի մի բան կա, որ ասում են ամբողջացնում է երեխան, չգիտեմ ինչքանով է հենց այդպես, բայց չեմ ասի, որ ես ու Հայկը իրարով ամբողջ չենք, բայց մի նոր իրականություն, մի նոր փուլ մտանք, որտեղ առանց իրեն էլ հնարավոր չէր լինի ու չգիտեմ, մեր կյանքն է այդ ճուտը, ես չգիտեմ, սենց ամեն առավոտ իրանով սկսել, իրենով ավարտել երեկոն, անverջ ինչ-որ դրական, ուշ տվող, այս դժվար օրերում ինչ-որ մարդիկ տարբեր տրամադրության անկումներ են ունենում, բավականին ծանր օրեր են լինում, թե աշխատանքի մեջ, թե ընդհանրապես աշխարհում այնպիսի բան է կատարվում, որ նայում ես այդ բալիկին ու հասկանում ես, որ ուրախություն է ուղղակի, դու իր համար ամեն ինչ պետք է անես, դու պատասխանատու ես իր համար, ինքը քեզ անverջ երջանկություն է տալիս, անverջ սեր է տալիս ու չգիտեմ, մեր հրաշքն է ուղղակի։ Բրավո։ Իմ կյանքում երևի այսպես ընտանեկան կյանքում, բայց որպես մարդ էլ երեխայի ծնունդը, եթե ասենք դու սիրող ծնող ես, շատ բան է փոխում, իսկապես։ Օրինակ, այտենց մի հատ հարց չկա իմ կյանքում, որ եւ այդ փոփոխությունը չէ, որ ինքը ծնվեց ու դու տես փոփոխություն բան, դա ճանապարհը որ անցնում ես, նայում ես երեխային, ինքդ քեզ ես ուրիշ ձև տեսնում, քո ծնողների հանդեպ ես ուրիշ ձև վերաբերվում, ընդհանրապես աշխարհն ես սկսում ուրիշ իմաստներով տեսնել, ամեն ինչ վերաիմաստավորում է եւ դա բնական է։ Ուղղակի երբ որ դա ապրում ես, այդ ամեն ինչը զգում ես, դրա դժվարությունը, պատասխանատվությունը, երջանկությունը, ես մի հատ ձևակերպում ունեմ, որ ոնց որ աշխարհի ամենամեծ երջանկություններից գծիկ ամենամեծ պատասխանատվություններից մեկն է։ Մեր ժամանակները մի քիչ այլ են, քան մեր մանկության ժամանակները։ Օրինակ մենք ունենք խնդիրներ, որ
այսօրվա երեխաները ընդհանրապես թեմա չի իրենց համար եւ այսօր կան շատ լուրջ հարցեր, որ ծնողը պետք է կարողանա պաշտպանի իր երեխային, էլի, սկսած բառից բուն անվտանգային հարցերով ֆիզիկական նկատի ունեմ, որովհետեւ Հայաստանը բան չի էլի, տենց մի հատ հերավոր տենց ինչ-որ Մադագասկարում խախանդ ապրող երկիր չի, մենք հասկանում ենք, որ ամեն վարքյան մեր երկրում ինչ ասես կարող է լինել, սենց հարցերից սկսած, վերջացրած շատ այդպես ավելի զգացմունքային, հոգևոր, այս պատասխանատվությունների հարցերի, բայց սա, ինչ ասեմ, մեծ երջանկություն է եւ փառք Տիրոջ շնորհակալ, չգիտեմ, ինչ-որ այնքան դժվար է ինչ-որ բառեր ասել, էլի։ Ամենանվիրականի մասին միշտ շատ դժվար է խոսելը, բայց երգելը Հա, ջուտի համար, ջուտի համար մի կույր գրեմ, ինչ է գրել, դու որ ունես փոքրիկ մատիկներ, կնվիրեմ քեզ գունավոր մատիտներ, նկարիր սիրուն աշխարհ, ուր կա սիրո մի ճանապարհ, որ տանում է քեզ դեպի արև, լիքը երկեր կա իրական, շատ Ես առաջարկում եմ անցնել մեր հանդիպման քաղցր հատվածին եւ խոսել երաժշտությունից, ճարտարապետությունից եւ մի ուրիշ լավ բաներից։ Երեխաների համար առողջ մեծանան, իրանց ծնողներից անպակաս, խաղաղ երկնքի տակ, ամուր ուժեղ, համարձակ։ Շատ եմ սիրում, երբ մոտենում է ամանորը, ինչու, որովհետև այո, չեմ թաքցնում, ինձ երես են տալիս, ես անընդհատ նվերներ եմ ստանում եւ ինձ համար նույնիսկ արդեն խորհրդանշական է ամանորը, որովհետև կան նվերներ, որ հենց միանգամից հուշում են նոր տարու մասին եւ ասում են շուտով մոտենում է ամանորը։ Այդ նվերներից մեկն էլ իմ շատ սիրելի Դեբետ գյուղում գործող Պերլե ռեստորանի կողմից ուղարկված թխված քաբլիթների այս ամանորյա տուփն է։ Հիմա բացեմ, տեսնենք ինչ կա մեջը, առավոտյան սուրճից քաղցրը ստացա։ Ես շատ սիրում եմ, որ այսպես մանր են, փոքր են եւ շատ հարմար սուրճի եւ թեյի համար։ Վանիլով թխված քաբլիթներ, նուշով եւ պնդուկով, մարցիպանով եւ պնդուկի նուշով թխված քաբլիթներ, Պերլեի հրաշագործ կանանց ձեռքով պատրաստված ջեմով թխված քաբլիթներ, ճիշտ ժամանակն է սրճելու եւ քաղցրով թխված քաբլիթներ վայելելու։ Այս թխված քաբլիթները, քանի որ դուք լորին շատ եք սիրում, մեզ հասել է ուղիղ Դեբետ գյուղից։ Դեբետ գյուղում ապրում է իմ շատ սիրելի ընկերուհին, ով աշխարհի շուրջը 2.5 անգամ պտտվել է ուսապարկով։ Բոլոր երկրներում, որտեղ որ կանգ է առել, ուսումնասիրել է այդ երկրի գաստրոնոմիան։ Հետո եկել է Դեբետ գյուղում, սարքել է մի փոքրիկ հյուրատուն եւ կողքը մի ոչ փոքրիկ մեծ ռեստորան, որտեղ մատուցում է հեղինակային խոհանոց, բայց ամենահետաքրքիրը այն է, որ ինքը հավաքել է գյուղի կանանց, սովորեցրել է աշխարհի խոհանոցները եւ նաեւ հացաբուլկեղեն պատրաստել, ֆրանսիական բագետներ, գերմանական հացեր, ինչպես նաև այս գերմանական թխված քաբլիթների ամանորյա շարքը, որ ամեն տարի ինձ նվեր է ուղարկում։ Հիմա ես էլ որոշեցի, որ մենք միասին կվայելենք։ Մնում է մի հատ բանը, հացի արարման ծեսը վերականգնեն, գութան անելով բան, տենց։ Հա, չէ։ Ավանդական հաց ստանան։ Վարդաբլուրից է արդեն էս կատեպ։ Այնպես որ կարող եք դուք ընտրել Հայկ ջան, դու Անի ճաշակը ինձ թվում է։ Եկեք դուք ընտրեք, ես հետո կողմնորոշվեմ։ Անի, ուրեմն սա մարցիպանով եւ պնդուկի ալյուրով է, սա վանիլի թխված քաբլիթն է, սա
ջեմով, ջինարակով, ինձ գնդիկներն ինձ էլ ճիշտ ասած առաջին անգամ պիտի գնդիկները փորձեմ։ Եվ ոտքներդ, որ ընկնի դեպետ, անպայման գնացեք Perle ռեստորան, կհիանաք եւ ճաշակով եւ գեղեցկությամբ եւ ճաշացանկով եւ հերու չգնալով դեպետ գյուղից, ավելին ասեմ, կանգ առնելով դեպետ գյուղում, ուզում եմ ձեզ պատմել Քոաֆի մասին, Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասին։ Շատ լավ գիտենք Քոաֆի մասին, շատ սիրում ենք Քոաֆը։ Շատ լավ գիտենք։ Իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը մի հետաքրքիր նախաձեռնություն է արել այս տարի ամանորյա նվերները, որ նախատեսել էր գործընկերների համար, վերածել է գումարի, եռապատկել է եւ փոխանցել է Հայաստանի մանուկներ հիմնադրամին եւ այդպեսով կոչ է անում նաեւ իր ընկերների եւ գործընկերների նման կերպ վարվել։ Եվ այդ կապակցությամբ այդպես մի փոքրիկ նվեր է ձեզ համար պատրաստել, որից մեկը լորվա մեղրն է, Քոաֆի ջանքերով ստեղծված, բնություն հիշեցնող այսպես փոքրիկ հուշանվեր եւ Վալան գրուպի կողմից, քանի որ Վալան գրուպը մի արշավ ունի, որը կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք, շոկոլադների հավաքածու, որ առավոտյան սուրճի հետ։ Ընդ շատ շնորհակալություն։ Ինձ թվում է որպես ճարտարապետ Անին կհամաձայնի, որ Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Նաեւ, այո։ Որտեղ ես օրինակ կարծում եմ, որ այն բոլոր կարևոր շենքերը, որոնք վտանգված են կամ վերացված են, դրանք իրականում եղել են մեր մայրաքաղաքի նկարագիրը եւ դրանց պահպանումը շատ կարեւոր է։ Ինչ ես կարծում դու որպես ճարտարապետ սիրելիս իսկապես համաձայն եմ, մենք շատ գեղեցիկ շենքեր ունենք, որոնք որ դեռ հնարավոր է փրկել, շատ մեծ հույս ունեմ, որ մարդիկ ովքեր դրա ուժը եւ իրավասությունը եւ ամենը ունեն դրա հնարավորությունը կանեն ամեն ինչ դրա համար, մենք էլ փոքրիկ ճարտարապետներով մեզ այդպես անվանեն, որոնք ոչ պաշտոնակատար, հա, այդպես, որոնք որ քաղաքի դեմքի մասին են պատասխան տալիս, ինչով կարողանանք փորձենք աջակցել, անգամ բազմիցս խոսել ենք դրա մասին, եթե կամավորական ինչ-որ խմբեր կարելի ձևավորել, որպեսզի օգնել, ինչ-որ քաղաքի դեմքը պահպանել, գուցե որոշ շենքերի ճակատներ, միայն ճակատների մասին է, հա, խոսքը, պահպանել, ձևափոխել ներկայիս օրինակ ճակատներ, որոնք որ չեն ոչ մի ձևով ինտեգրվում Երևանի դեմքի մեջ, գուցե մի խոսքով ինձ թվում է իմ սերնդակիցները, ինձնից փոքրերը, ինձնից մեծերը բոլորը համաձայն կլինեն այդ գործը անել, որպեսզի մեր Երևանը իսկապես ունենա այն դեմքը, որը որ նախատեսված էր։ Ես օրինակ նույնիսկ կարծում եմ, որ հետ սովետական երկրներում մնացած այդ գործարանները, որ թվում է թե արտաքին տեսքից այդքան էլ հմայք չունեն եւ այլն, նույնիսկ այդ գործարանները պետք է նոր շունչ տան այդ գործարաններին, չգիտեմ, եթե նույնիսկ ակումբ են սարքում, ռեստորան են սարքում, կարելի ամբողջովին ներսի հատվածում անել։ Իմիջայլոց մի հետաքրքիր բան վերեմ, տես, բոլորովին վերջերս եմ գտել իմ մանկության տնից Իջևանից, սա քեզ դուր կգա, ես շատ ուրախանում եմ, որ այս գիրքը, չգիտեմ, իմ պապիկը կամ հայրիկը գնել են, սա շատ հետաքրքիր հավաքածու է, քանի ճարտարապետ է եկել, այսպես մի հատ ցույց տամ։ Ֆերմինը ես ինչի՞ Եվ ամենահետաքրքիրը, որ անգլերեն նաև կա թարգմանությունը եւ բավականին հետաքրքիր մեծ աշխատանք է արված եւ լուսանկարչական աշխատանք եւ վերլուծություն եւ գծագրեր, մակետներ, մի խոսքով Անի։ Ես հիմա քեզ մոտ ամեն օր կգամ ես գիտեմ։ Հայկ, Անի մասնագիտությունը եւ իր ստեղծարար, ստեղծագործ լինելը օգնում է արդյոք քեզ ոչ թե ստեղծագործելու, այլ ավելի լավ հասկացված լինելու, ավելի ճիշտ ընկալված լինելու, որտեղ շատ հաճախ երբ մարդիկ շատ հեռու մասնագիտություններ են ունենում, խանգարում են մարդուն, հատկապես ստեղծագործող մարդուն բացվել, լինել այնպիսին, ինչպիսին որ կաս։ Իսկ այս պարագայում, երբ որ գիտես գաղափարակից մեկն է, դա կարող է նաև ինչ-որ թևեր տալ, նոր մտքեր տալ։ Ես շատ եմ սիրում ճարտարապետություն եւ բացառիկ հետաքրքիր մասնագիտություն է, որտեղ միաձուլված են գիտությունը եւ արվեստը։ Երևի միակն է, որ այդպես միաձուլված են։ Շատ եմ սիրում հայկական ճարտարապետությունը եւ ընդհանրապես քաղաքակրթական տեսանկյունից կարծում եմ մեր ճարտարապետությունը աշխարհում յուրահատուկ տեղ ունի։ Համ այն ինչ որ այսօր կա, համ ինչ որ ժամանակին է եղել,
հա բոլոր այդ մեծանուն մարդիկ, որ ոչ միայն հայկական տարածքում են, այսպես ասենք, ստեղծագործել արել, այլ նաև դրսերում, այնպես որ հայկական ճարտարապետությունը մեր մշակութային դիմագծերից, այսպես առանցքայիններից մեկն է։ Այդ իմաստով շատ հարգում եմ Անի մասնագիտությունը, ճարտարապետությունը եւ ստեղ ոչ միայն Անին օգնել է ստեղծագործական, այսպես ինչ որ տենց մթնոլորտ միջավայր ունենալու համար, այլ նաև այսպես արդից օգտվելու եմ, շնորհակալություն ասեմ քեզ հանրային կերպով։ Մենք օրինակ մի փուլ եղավ, երբ Անին կոնկրետ շատ օգնեց ինձ, մեզ, մենք Ազնավուրի 101-ին նվիրված Մերսի Շարլ, այսպես բավականին լուրջ նախաձեռնություններ, որովհետև խմբով պետքա տարբեր երկրներ գնայինք, Ազնավուրը պատահական մարդ չի, նրա 101-ին համերգներ ունենայինք, շատ տաղանդավոր երաժիշտների հետ, անպայման ուզում եմ նրանց անունները տալ, Արմեն Մնացականյանը, հարվածային գործիքներ, Դանիել Մելքոնյանը, շեփորար, Դեյվ Գյոդակյանը, կանտրաբաս եւ Վահագն Հայրապետյանը, դաշնակահար, ուղղակի տես լեգենդար արտիստ, շատ եմ ես նրանց սիրում եւ հարգում, արդեն բաց չեմ թողում դրա մասնացնելու, այդպես տուր գնացինք Լոս Անջելես, Փարիզ, Լիոն, Մարսել, Բելգիա, Դուբայ, Աբու Դաբի, Սիդնեյ եւ ինչ որ տեղեր չեմ հիշում արդեն։ Եվ այդ ամեն ինչը կազմակերպելու համար դրսում ամեն երկրում կային մարդիկ, ովքեր այնտեղից ոնց որ կազմակերպում էին, նրանց էլ առանձնահատուկ շնորհակալություն, Բելգիայում Հակոբն էր, Լոս Անջելեսում Էլիզաբեթն էր, Փարիզում Ինեսան էր, ում տանը որ մենք Սիդնեյում մեր եկեղեցին էր, շատ շնորհակալություն նրանց, հրաշալի համայնք ունենք Սիդնեյում։ Մի խոսքով, բայց այդ ամեն ինչի ոնց որ կազմակերպչական բեռը, այնտեղ մի հազարումի հարց է լինում, էլի, տոմս, բան, էս, միլիոնատ բան, Անին վերցրեց իր ուսերին եւ հրաշալի իրականացրեց։ Այնպես որ այդ համ ստեղծագործական, համ հենց զուտ գործնական իմաստով այդ բախտավոր փեսա եմ էլ, այսպես ասած։ Բրավո։ Բայց ինձ էլ շատ հաճելի էր նման երաժիշտների հետ աշխատելը։ Հա, այդպես լավ էր, հավես տուր արեցինք շատ։ Ինձ հետաքրքիր է երեխան, որ ծնվում է եւ բացում է աչքերը, սայլակով մայրիկը տանում է Երևանում զբոսանքի, եթե խոսենք Երևանի մասին կամ Հայաստանի թերևս մեծամասամբ մյուս քաղաքների մասին։ Այդ երեխան, որ քիչ է տեսնում գեղեցկություն։ Եկեք ազնիվ լինենք, հա, հայկական ճարտարապետությունը այսօր այն ճարտարապետությունը չէ, քաղաքի տեսքը այն չէ, որ ասենք աչքերը հռոմ չի, էլի, որ կամ Փարիզ չի, որ ասես երեխան աչքերը բացում է եւ գեղեցկություն է տեսնում։ Հիմա ո՞նց անենք, որ այս իրականության մեջ բարձր ճաշակ ունեցող երեխաներ մեծացնենք։ Ես կարծում եմ դա հնարավոր է շատ լավ։ Մենք ինչպես ենք մեծացել, օրինակ ինձ թվում է իմ սերունդն էլ միանգամից այն Երևանում չի ծնվել, որտեղ թամանյանական շունչը ամբողջությամբ պահպանված էր, բոլոր մեր մեծանուն ճարտարապետների շենքերը պահպանված են եւ արդեն իսկ կային այդ երկնաքերերի որոշ մաս, բայց ծնողներս, ինչու՞ չէ նաև դասախոսներս համալսարանում շատ եւ ընդհանրապես մարդիկ ում հետ ես շփվում եմ, ինձ միշտ ուղղորդել են տեսնել գեղեցիկը, տեսնել ճիշտը, տարբերել ճիշտը գեղեցիկը, այսինքն հասկանալ այդ ճաշակը ձևավորելու հարցում կարծում եմ շատ մեծ դեր ունի նաև շրջապատը։ Ես կարծում եմ, եթե ծնողը ուզում է երեխային այդ ձևով որպեսզի երեխայի աչքը դա տեսնի, գեղեցիկը տեսնի, թող մատնանշի գեղեցիկ շենքերը, թող պատմի, թող ասի այս օրինակ Ռաֆա Իսրայելյանի ձեռքի աշխատանք եւ այլն, այսինքն ոչ թե ինչ որ գործողություն կատարվի դրա վրա, հա, այդ գաղափարի վրա։ Իսկ պայմանական զբոսանքի վրա չդնենք շեշտը, այլ կարողանանք ուղղորդել երեխային։ Հա, ուղղորդել։ Երաժշտության հարցում էլ է այդպես։ Ոնց անել, որ երեխան ծնվեց ընտանիքով, մեծանա լավ ճաշակով երաժշտություն լսող, սիրող մարդ։ Դե պետք է կրթել։ Պետք է սովորացնել ինչքանով որ կարող ես, ինչքանով որ քո հնարավորությունները ներում են։ Միևնույն է նա առնչվելու է այսպես աշխարհում տիրող ճաշակների հետ։ Ինձ համար օրինակ մեր ընտանիքում ես անդադ փորձում եմ ճուտին սովորեցնել հայկական երգեր, հայկական մշակույթ, այսպես ասած, ինչքան որ ես գիտեմ, ինչքան որ կարող եմ նրան փոխանցել, իմ նպատակը որպես ծնող, որպես նրան շատ տենց ահա շատ սիրող մեկը, այն է, որ ինքը ճանաչի իր մշակույթը։
հետո ինքը ինչ ուզում է թող սիրի, այդտեղ ոչ մեկ իրավասություն չունի, ինչ ուզում է թող ընտրի, բայց ճանաչելի դարձնելը գլխավոր նպատակի եւ դա պետք է անել շատ մեծ սիրով, այսինքն այդ ընթացքը եթե այսպես խոսքերից պատմում ձեզ գործում ոնց է արվում, ասենք չգիտեմ որ շատ պուճուրիկեր նորածին, ասենք ես կակավիկը երգում եի իր համար քթից տակնած որ գրկում էի, այսօր արդեն որ պարկում ենք ինչ որ քնելու բան, հեքիաթ բան, արդեն ոնց որ տենց ավանդույթի պես մի բան է դարձել, ասենք բան, սկզբից բանակցությունները հետ է ստանում երկու հեքիաթ, մի երգ, չէ լավ, այսօր մի երգ, մի հեքիաթ, երկու երգ, ման սենց։ Հա, հետ որ սենց մի խոսքով, ու ասենք չգիտեմ, ասենք ինչ որ մի երգ կարող է երգեմ, որ իր համար եմ հատուկ հորին է տենց մեր բայց անպայման ինչ որ մի բան մեր այս կոմիտասյան երգերից տենց կիսաձայն փափուկ ականջի իմաց կերքես քնացնելուց ասենք լուսնակնանուշ հովնանուշ վայլելելելե վայլոլոլո ինքը այս երկերը արդեն ճանաչում է, բայց ասենք դա չի նշանակում ինքը պետք է մենակ միայն դա լսի, հակառակը թող բաց լինի դեպի աշխարհը սովորի, ինչ որ կարող ենք կփոխանցենք։ Եվ հետո, բայց միևնույն է իր կյանքում, ինչպես եւ բոլորիս կյանքում գալու է մի կետ, որ ինքը պիտի սկսի ինքը իր վրա աշխատել, ինքը արդեն ձևավորել, բարձրացնել իր ճաշակը եւ այլն։ Հա, բայց այդ նշածող բան այդ բառերը այս դեպքում ես չեմ մի քիչ տենց զգուշանում եմ այդ բառերից, էլի, որովհետեւ այդ բանն էլ լավ չեմ սիրում, որ բան եմ, որ 3 տարեկան երեխային ասեմ անպայման Բեթհովենի սիմֆոնիա են լսում, էլի դիրթո լսի, օրինակ դասական երաժշտությունն ենք միացնում տանը բան, բայց ծանոթության ճանաչել, սկզբից պետք է ճանաչել տալ, ես մանկավարժական մի դեպքի մասին պատմեմ, այսպես ինձ համար շատ թանկ պատմություն է, այս պատմությունը, հորս հետ է կապված, հորս եւ իմ Ուրեմն ես 16 տարեկան էի, 15 ես չեմ հիշում, որ Փարիզ տեղափոխվեցի մի քանի տարով սովորելու։ Ես հիշում եմ շատ լավ այդ օրը, հայրս ինձ մի հատ sense բացիկ տվեց։ Բացին սիրունիկ մի հատ բան էլի քարտ ոնց որ բացում էր, մեջը հայրմերն էր գրած։ Եվ ինքը ասեց Հայկ ջան, ասեց, ես սա քեզ տալիս եմ, որ հատ նայի, իմացի որ sense բան կա։ Հետո դու կհավատաս, չես հավատա, ինչ կընտրես, դու կընտրես։ Դու քո ճանապարհը։ Ես ասած զգում եմ իմ պարտք եմ հավրում, մի հատ ցույց տամ քեզ, որ sense բան կա այս աշխարհում։ Եվ ինձ այսպես հիմա ես որ դրան այն ժամանակ 15 տարեկան եմ, 38 եմ, ես արդեն ինքս երեխան եմ, ես հիմա որ sense հետադարձ հայացքով նայում եմ։ Սա հայր եւ որդի վիճակից մի քիչ եթե տեղափոխվենք մանկավարժության վիճակ, կարծեմ սա ուղղակի լավագույն մոտեցումներ, առավել եւս այդ տիպի նուրբ հարցում, էլի, որ ասենք եթե երեխային քայլել է սովորացնում, մի քիչ ուրիշ բան է, բայց երբ որ այս մշակույթի հոգեբոր ինչ-որ բաների մասին ենք խոսում, այնպես որ պետք է նախ եւ առաջ ստեղծել միջավայր, այդ ամեն ինչը ճանաչելի դարձնելու համար եւ այդտեղ միշտ պիտի լինի, էլի գալով այդ սիրո թեմային, այդ սիրո հատիկը միշտ պիտի լինի։ Ընդհանրապես հայկական մշակույթը իր բնույթով ի տարբերություն այլ շակերտաբար մշակույթների ավերող չի, այլ արարող է։ Ինքը չես կարող դու պարտադրել ինչ որ մեկին, որ ինքը Շողերջյանը սիրի, էլի։ Հետո երգում ես ինքը կսիրի, բայց կսիրի հաստատ, որտեղ այնքան սիրունիկ մշակույթ մենք ունենք, որ շատ որ ճանաչում ես չի կարա սիրտը չկպնի, էլի։ Ես Շողերջյանը այնքան եմ սիրում, հայ կարող է Ամպելաձուն չի գալի Շողերջան, Սահարիցը տուն չի գալի Շողերջան, դու շորորա, դու նորորա Շողերջան, ամպիտակին ձուն կերևա Շողերջան, դու շորորա, դու նորորա Շողերջան, սիրտս կրակ գժվել։ Հայ, այս կոմիտասին ուսումնասիրել է բոլոր երաժիշտները ես մի հատ ասած անձնական դիտարկում եմ ուղղակի անում, կյանքի ինչ-որ մի этаպում սկսում են կոմիտասին ավելի խորը ուսումնասիրել, ավելի խորը, հասկանալի որ նախկինում գուցե ուսումնասիրել են սիրել, բայց ինչ-որ մի этаպից սկսում են ավելի խորը ուսումնասիրել։ Այս նորաձևա մի տեսակ պարտականություն է, թե ինչ-որ մի этаպ է, որին հասնում են, օրինակ քեզ մոտ ոնց տեղի ունեցավ այդ կոմիտասի մեջ ավելի խորանալու этаպը։ Իմ մոտ sense եղավ, կարող եմ տենց հերթականությամբ պատմել։ Ես իմ պատերազմից հետո հեղինակային երգերս էի գրում եւ մի երգ ունեմ տենց իմ անունը Հայկ է,
Իմ անունը Հայկ է, ես հայկական եմ, որտեվ էտես անդադ պիտակավորում էին բոլորին, ասենք, չգիտեմ ինչական, հեսական, հենական, քաղաքական եւ այլն, ու այդ երգի վերջում, այնտեղ որ մեր Կոմիտասի բակից է պատմում, ասում է ու Կոմիտասով մեր միշտ հիացած մեր բակը նկատելով վերջում բառախաղ է անում փոխում է Կոմիտաս վարդապետի ու Կոմիտասով մեր հայացած ու sense քայլ է արել որ հեղինական երգը կպրում է Մոկաց Միրզոևին ու Կոմիտասով մեր ուրփաթ լուսի շողը երգում է այդպես մի տուն Մոկաց Միրզան բայց լավ չի երգում այսինքն այն որ sense լսել սովորի հետո ասի լավ այսպես չի եթե որոշել ես կատարել մի հատ նորմալ ու այդ պահից մի հատ ճամփորդություն սկսվեց իմ կյանքում որ միջև օրը շարունակվում է եւ դեռ եւ միշտ կշարունակվի այսինքն ես երբեք չեմ ուզում այդ ճամփորդությունը ընդհատվի այդ կոմիտասյան աշխարհը ես ուրիշ ձև բացահայտեցի ես ես հերթով խորանալ վերջին 2 տարիները այդ իմաստով այսպես բեկումնային կարող եմ ասել ինձ համար եղան որովհետեւ Հերմինե ջան, դու այսպես իմ առաջին քայլերից ինձ գիտես այսպես ասած, ես այսպես հայ սուպերստար նախագծով սկսեցի, հետո ստենդափ արեցի, որ ժամանակ երգում էի, հետո ինչ որ հեղինակային երգեր, Ռեյ Չարլզ Սինատրա, Ազնավուր երգեցի եւ այլն, այս 10 տարիների ընթացքում այն բանը, հիշում եք, այն զգուշացիր ավտոմեքենայից բիրիգիս ավտոմեքենա, կավա մի только не играли։ Հիմա այդպես եկա հասա ոնց որ 10 տարի հետո փնտրտուքներս ինձ մի տեղ բերեցին եւ դա այդ կոմիտասյան ձայնաշխարհն է, որը ես ամենօրյա ռեժիմով ինչ որ բան սովորում եմ, փորձում եմ եւ այլ եւ դեռ շատ պիտի սովորեմ։ Եվ ես ինքս չեմ ճանաչում իմ միջավայրում երաժիշտներ շատ են եւ նրանց մեջ կան ուղղակի այնց ընտիր բացառիկ շատ լավ երաժիշտներ եւ բոլորը ընտիր գիտեն կոմիտաս կապ չունի իրանք ջազ են նվագում չեն նվագում այսինքն իրանք այդ աշխարհը գիտեն իրանք իհարկե ի տարբերությունից ես չունեմ երաժշտական կրթություն բայց սովորում եմ կունենամ բայց իրանք գիտելիքը շատ ուրիշ է էլի այսինքն մասնագիտական հայացքը մասնագիտական ընկալումը ես շատ եմ գնահատում շատ եմ նրանցից սովորում Եվ կոմիտասը միայն երաժշտության մասին չի, թարապես դա մեր ինքնությունն է, մեր նկարագիրն է, դա կոմիտասը զարմանալի մարդ է, գիտեք ինքը կարելի է կոմիտաս ուսումնասիրել ամբողջ հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից, այսինքն ծագումնաբանությունից այդ շրջանից մինչև հենց այսօր։ Որտեղ կոմիտասը իր մեջ այդ հնագույնից եկած ամբողջ իր ժամանակն էլ հետո ներառում է եւ նա մեկն է, որից հետո, այսպես կոմիտասից առաջ ու հետո կա, էլի, մեր մշակութային ընկալումների մեջ։ Այդ իմաստով դա անպայման չլինի մարդ երաժիշտ, ճարտարապետ, հաշվապահ, մարքետոլոգ, ընդհանրապես կապ չունի։ Դա այդ աշխարհի հետ առնչվել է, ուսումնասիրել է միայն եւ միայն դրական լավ, ուզում հոգեվոր, բուժիչ, ուզում հոգեվոր լինի, ուզում բոլոր տեսանկյուններից միայն օգուտ է։ Այդ ուսումնասիրությունները ինչ որ ֆորմայով ինչ ֆորմա են ստացել։ Ելույթների տեսանկյունից։ Այս վերջին տարիքես 2 տարին առաջին ելույթը, որ ես ունեցա կոմիտասյան թեմայով տենց համարձակվեցի, դա Ոսկեվան գյուղն էր Տավուշում, այնտեղի մշակույթի տանը գնացի, կոմիտասի կյանքից մի քիչ պատմեցի եւ վայելել է այդպիսի խորագրով երգեցի մարտական միաբանության ինձ մոտիկ մարդիկ են այդ բանը կազմել։ Դա առաջինն էր։ Հետո եղավ օրինակ Խազեր երգչախմբի հետ Դիլիջանում դիմաց լեռան վրա անձրևիտակ համերգ տվեցինք շատ հավես է։ Եղել է ուսանողների հետ հանդիպումներ, երեխաների հետ հանդիպումներ Երկի թատրոնում օրինակ Լուիս Զվարդ, այդպես թատերականացված Մենամեր Գարեցի վերջերս ձայն ու աղմուկ, այս վերջի 2 տարիները ինձ մոտ այդպես փնտրտուքների տարիներ էր, ոնց որ ուսանող պրակտիկանտ այդպես են ինձ անվանում, եւ հիմա արդեն ոնց որ հասունացել է այն պահը եւ այս ամեն ինչը ամփոփելով ես հաջորդ տարի մարտ ամսից առաջ աստված Հուսամ համազգայինի վերաբացվող թատրոնում, որտեղ վերանորոգում են արել, այսպես նախնական պայմանավորվածություն ենք շատ ճակերտները չբացեմ, արդեն կսկսեմ երկարաժամկետ այդ ելույթներս, որտեղ այնքան բան կա պատմելու, կիսվելու, երգելու մարդկանց հետ, եւ այսօր հաշվի առնելով այն պառակտվածությունը, որ տիրում է հայության մեջ, Հայաստանում եւ Հայաստանից դուրս,
Եվ սրա մասին փորձենք սառը խոսել, գնահատելով այն ինչ որ կա։ Իմ մտքերը ինձ բերեցին այն համոզմանը, որ մեր երգը այս պահին Կոմիտասը, այսպես ասենք, մեր միակ իրական շփման կետն է։ Մենք կարող ենք Շողերջան իրար հետ երգել առանց, այսպես նախապաշարմունքների իրար հանդեպ, առանց մինչև անցնելու այսպես քաղաքական եւ չգիտեմ ինչ խոսակցությունների, մի հատ պետք է մենք նույնականանանք ինչ որ մի հարցում, ինչ որ մի ձև հայերը պետք է նույնականանան։ Վստահ եմ։ Այո, վստահ եմ Կոմիտասն է այդ կետը, որովհետև երգը նախ Կոմիտաս ասելով, այսինքն հայ ժողովրդի ստեղծած ձայն աշխարհը երգարվեստը, որը համակարգեց Կոմիտաս վարդապետը, մաքրեց, բյուրեղացրեց, դրա հիման վրա ստեղծեց կոմպոզիտորական դպրոց, որը չլսված բան է, մի ազգ, որը ունի իր կոմպոզիտորական դպրոցը առանձնատուկ, որի հիման վրա հետո Արամ Խաչատրյան եղավ եւ այլ։ Այդ երգերը իրենց մեջ պարունակում են մեր աշխարհընկալումները, մեր իրար հետ փոխհարաբերությունները, որովհետև այդ դրա մեջ կա հայ մարդու վերաբերմունքը իր երկրին, իր բնությանը, իր ընտանիքին, հարսին, երեխային, պապուն, կատակը կա, լավն ու վատը, ամեն ինչ կա։ Հոգևոր այդ շարականներ, այդ մի այնց աշխարհը, որ ուղղակի ոնց որ ասենք, չգիտեմ, ասենք մի քանի միլիարդ փող ունենաս բանկում, բայց չօգտվես, էլի։ Ասենք դա ավելի վատ։ Շատ լավ ասացիք։ Եվ գալով այսպես երեխաներին ես շատ մեծ հույս ունեմ, որ մենք կարողանանք այնպես անել, որ մեր երեխաները որ մեծանան իրար հետ շատ ավելի հեշտ լեզու գտնեն, քան մենք։ Իսկ դրա համար այդ լեզուն որը պիտի լինի, բացի բուն հայոց լեզվից, որը այսպես հիմքերի հիմքն է, դա նաև մեր մշակութային լեզուն է, որովհետև այն երկու երեխան, որ իրար կտեսնեն, որոնք միևնույն է գալու են տարբեր ընկալումներով, մեկը էսա սիրում, մեկը այնա սիրում, բայց եթե երկուսն էլ ճանաչեն այդ ասենք լուսնակն անուշ, անպայման չէ երկը, բայց այդ աշխարհը իրանք շատ ավելի հեշտ կառնչվեն իրար հետ։ Օй, ինչ սիրուն հանդիպում էր, չեք պատկերացնի, ինչքան ոգեշնչված, ինչքան լցված, ինչքան հաճելի զգացումներ ունեցա այս ամբողջ ընթացքում։ Այնտեղ անտառում մի տնակ երգով սկսեցինք, ես ասի շարունակությունն էլ հետո։ Ուրեմն այնտեղ ուր հասանք երգը Երբ փոքրիկ երեխա, որ ժպտում է ու խաղում, ինչ սիրուն է նա, տես ինչ անուշ է ծիծաղում, նա ծնունդն է մեր սիրո շարունակությունը իմ եւ քո, այստեղ ենք հասել։ Մենք արդեն ունենք երազանք, անտառում փոքրիկ մի տնակ, ուր ապրում ենք երջանիկ, ես ու դու իմ սիրունիկ, ուր կգան սիրելի ընկերներ, Կերքենք միասին մենք երգեր, մենք նրանց կհյուրասիրենք, կճամփենք ու երկար իրար կսիրենք, ու գիշերը խաղաղ միշտ կանցնի, այնտեղ ոչ ոք դուռը չի բացի, ու կարթնացնեն ամեն առավոտ մեզ թռչունները լուսաբացի, իսկ փոքրիկն անկողնում օրորվում է ու քնում, Արթնանում է ու լալիս, ու մեր գիրկն է նա գալիս, ախ ինչ սիրուն է նա, ճիշտ քեզ նման, իմ աննման, թե ունենք երազանք մեր սրտում, մենք ունենք տնական տարում, ես ու դու ենք տնակն այդ փոքրիկ, անտառն էլ մեր սերն է, իմ սիրունիկ, անտառում մի տնակ, աշխարհում սերաբնակ։ Բրավո! Դրական նոտայով եզրափակում։ Շնորհակալություն։ Երմելի ջան, շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն Բագրատ ջան, շնորհակալություն նկարահանող խմբին։ Շատ շնորհակալություն։ Գործերիդ հաջողություններ, բոլորիս լավ տարի։ Չէ՞ կգամ։ Հա, կարաստանես հանգիստ ու սումասիրես հետո տաս, բայց մի պայմանով որ հետո տաս։ Ես գրելու եմ Սանահինի մասին գիրք։ Սանահին էլ կա, Սանահին էլ կա, առանձին կարող ենք փոխել։ Դա ես գրքերի ցուցակ ունեմ, մեջը գրել եմ, հետո մոռանում եմ ու միջեմ գրել։ Այն հին տատիկների նման, երեխեք ապրեք շատ հավեսեր։